հիմա անկեղծ ասեք, դուք սկզբնական փուլում այդպես վեճեր ունենում եք։ Անկեղծ կարաս ասես։ Ես չեմ նեղանա, անկեղծ ասա։ Առաջ օրվանից ես մի քիչ ներվայնացել եմ, էլի։ Ոնց որ как это։ Մի անգամից ասեց, ես կուխնյան չեմ սիրում։ Իրան չեմ ասում, Արտյոմին ասում, Արտյոմ, չհասկացա։ Այդ մրտուն հարս է եկել, դա ով է եկել։ Ոնց չի սիրում։ Եղել է նույնիսկ նեղվածություն, որ մենք իրարից նեղվենք ու մենք մեր մեջ երկուսս էլ լացենք։ Իմ տղես իմ հետ շատ է խոսացել, էլի։ Մամ, խնդրում եմ քեզ, Մաշա հետ միշտ как с дочкой։ Ընտրությունը իմ երեխուն Արտյոմից, значит, ես էլ պիտի սիրեմ, չէ՞։ Արտյոմի ծնունդներ, ու գիշերը 12-ին որոշում եմ Արտյոմին շնորհավորել, բայց ընկերական միջավայրում։ Կեսօրս տենց նեղվում է։ Այ հիմա ես որ մամա եմ դարձել, այ հիմա ես քեզ հասկանում եմ։ Եթե ես կեսօրից չասեի մամա, իր մոտ խորը դեպրեսիա կլիներ։ Դու կներես, ոնց անունով ազգանով։ Սկեսուրս այնքան է տվել մաքսիմալ այդ խաղաղությունը մեր ընտանիքին, հա, որ ես հիմա իրեն սիրով եմ ասում մամա։ Կային օրինակ ինչ որ կետեր, որ ձեր տղայի մեջ ներդնում եք, հենց որպես կին իմանալով, որ սա կարևոր հատկանիշ է, որ տղամարդը ունենա եւ կնոջ հանդեպ այսպիսի վերաբերմունք ցուցաբերի։ Ես միշտ իրան ասել եմ, Արտյոմ ջան, պիտի սիրես ի հարգես կնոջդ, օգնես։ Այդ երեխան մենակ իր համար չի ինքը բերում, քո համար էլ է բերում։ Ինչ որ բաներ կան, որ լսում ես քո սկեսուրի եւ սկեսրայրի հարաբերությունների մասին եւ ուզում ես այդ անպայման քո եւ Արտյոմի հարաբերություններում էլ ունենալ։ 58-59 տարեկանում իրենք նույն այդ ջահել զույգն էին։ Այդ տարիքում այդ սերը եւս մեկ անգամ վառապացույց է, որ սերը տարիք չի հարցնում։ Տպավորությունը որ 20 տարեկան ջահել Я один момент вспомнила, но я это скажу сейчас. Սկեսուրը այդ որը ասում էր տղայիս մի նկարի աչքով կտան, ինչպես վերաբերվեց քո գրեթե on-line ծննդաբերական ընթացքին։ Ես շոկի մեջ եմ եղել, ոնց։ Ոնց։ Շատ ժամանակ ինձ թվում է, որ ես ավելի շատ քո աղջիկն եմ, սկեսուրիս աղջիկն եմ շատ ժամանակ, քան թե մամայիս աղջիկն եմ։ Շատ էի թերագնահատում, մինչև հիմա է։ Մաման առաջին անգամ ընդունեց իր սխալը, ժողովուրդ ջան, ընդունեց։ Ես այնքան էի աղոթում, որ Աստված ցենց մի հիանալի ամուսին պարգևի Մաշային, ու ես միշտ մեկ-մեկ որ ցենց վիճում ենք, ասում եմ, իմ շնորհիվ ա որ դու տենց լավ ամուսին ունես։ Մաշային ինչպես էիք մատուցում ամուսնալուծության եւ հայրիկի բացակայության թեման։ Ընդհանրապես դա չենք էլ քննարկել։ Այնքան տենց փակ էր մեր ընտանիքում այդ թեման։ 6 տարեկանում առաջին անգամ գնում եմ դպրոց, ուսուցչուհին անուն, ազգանուն, հայրանուն բոլորից հարցնում է։ Ես ասում եմ անուն, ազգանուն, ներկայանում եմ, ասում են հայրանուն, ասում եմ չգիտեմ։ Ուսուցչուհին ասում է, ոնց պապայիդ անունը չգիտես, ասում եմ, չասում եմ, աղջիկ ջան, ինչ գործ ունես այստեղ։ Հաղորդման գործընկերն է Իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան։ Դու ինչի մաս։ Ու սերը բուժեց Life Room-ի սեր շարքում այսօր Մաշ Քարամյանն է իր մայրիկի եւ սկեսուրի հետ։ Նախ կխոսենք մայր ու աղջիկ հարաբերությունների, հետո սկեսուր եւ հարս հարաբերությունների մասին ու կպարզենք թե ինչպես Մաշը կարողացավ այդպես մտնել իր սկեսուրի սիրտը ու ինչ հարաբերություններ ուներ մայրիկի հետ։ Ողջույն։ Ողջույն ձեզ։ Նախ շնորհավորում եմ ապրիլի 7-ի կապակցությամբ։ Բոլորիդ վերաբերվում է, հա, արդեն տոնը, մայրության եւ գեղեցկության տոնն է։ Մաշ, մայրիկ դառնալուց հետո քո վերաբերմունքը մայրիկին փոխվել է։ Հա, մայրությունից հետո իրականում ավելի խորն է սկսում գիտակցել մամաները առհասարակ ինչի միջով են անցնում, ինչ դժվարություններ ա լինում, մինչև մամա դառնալը, երբ որ օրինակ մաման ջղայնանում է, հա, ասում է մի թափի կամ հետևիցդ հավաքի դու լիարժեք չես գիտակցում այդ ինչա նշանակում հետո դու երբ մամա ես դառնում ու մանավանդ այդ անքուն գիշերներից հետո առավոտյան ռուտինան եւ այլն հասկանում ես ինչքան բարդ է լինել մամա ու այդ ժամանակ սկսում ես ավելի խոր ու ավելի լավ գնահատել մորդերը աղջկա զավակի կյանքում։ Տիկին Իրինա, իսկ դուք հարաբերությունների մեջ զգում եք փոփոխություններ Մաշը մայրիկ դառնալուց առաջ եւ մայրիկ դառնալուց հետո ինչպիսին էր։ Հա, մեղմացել է Մաշա նահագին։ Մեղմ չէր առաջ։ Ես դա սարջ Չէ, շատ երեխայական էր ինքը, հիմա էլ ունի շատ երեխայական բաներ, որը չի համապատասխանում իր հիմիկվա տարիքին, բայց իմ համար ավելի շատ պլյուս է, քան մինուս։ Ուսանող ա եղել, այդ պահն ենք մի քիչ սենց թռուցիկ անցկացավ, բաց թողեցինք, հետո հա երեխան ծնվեց, հիմա այնքան աշխատանքի մեջ է, տենց հազվադեպ է լինում, որ հասցնում ենք սենց պատուշամ խոսանք, բայց դե
բալանսը պահպանում ենք, հա։ Մայրիկի հետ ամեն դեպքում ընկերական հարաբերությունների հասակ չէ, դա մանկուց այդպես էր, թե ավելի ուշ տարիքում ձևավորվեց ընկերությունը։ Ճիշտն ասած, ես միշտ հիշում եմ մեր այն լավագույն տարիները, ինքը, եթե չեմ սխալվում, դեռ 8-րդ 9-րդ դասարաններ երևի, մենք իրիկուները, երբ ինքը դասապատրաստումը ավարտում էր, միշտ միացնում էինք կոմեդիյный սերիալներ, այն девчонки, универ, Պապինի դոչկի, Վարոնինի ու միասին նայում ենք, միասին ծիծաղում, շատ լավ հուշեր են այդ օրերից, իրոք սենց միասին քննարկում ենք այդ ծիծաղալու պահերը։ Նույնիսկ երբ этаպը եկավ իմ ամուսնության, ես ուսանող էի տեղափոխվել էի Արցախից Երևան սովորելու ու արդեն 4-րդ կուրս էի, երբ ամուսնուս հետ ծանոթացանք, մեզ մոտ ամեն բան արագ ընթացավ, այսինքն շուտ նշանադրվեցինք ու արդեն խոսում ենք ամուսնության մասին ու հիշում եմ մի երեկո մամայի հետ, մաման Արցախում էր ու զանգով խոսում ենք իրար հետ ամուսնության մասին, մեկ էլ մաման հուզվեց այդ պահին ու ասում կլինի մի քիչ հետաձգենք ամուսնությունը։ Ես ուզում եմ էլի մեր այդ տարիները վերհիշեմ, որովհետև 4-5 տարի բաժանություն եղավ սովորելու ընթացքում։ Ճիշտ է, բլոկադայի ժամանակ, երբ որ հեռավար էր ուսումը, ես հաճախ էի Արցախ գնում։ Ամիսը 3-4 անգամ ջուրի ճամփասարկած գնում գալիս էի։ Մաման միշտ ջղայնանում էր, ասում էր, անվտանգ չի էլի, այդքան մի արի գնա, բայց այդ կարոտը զգում էի ու մանավանդ ամուսնանալուց հետո գիտեի, որ հա, նույն սերը ջերմությունը լինելու է, բայց դու էլ չես կարող, հա, երեկոյան մամայի հետ այդ տաքուկ մենք շատ ենք սիրում մեր սենյակում, մի սենյակում մի անկողնում ենք մենք ամբողջ կյանք քնել, այդ ինչ որ ֆիլմ դիտել, քննարկել, այդպես ու ամեն ինչից ենք մենք խոսել, այսինքն առաջին սեր, սիրահարվածություն եւ այլն։ Ես միշտ հիշում եմ, ես ոչ վախ եմ ունեցել մամայից, որ վայ մաման կարող է բարկանա, ոչ էլ ունեցել եմ գաղտնիքներ իրենից։ Ու մեր տարիքային տարբերությունն էլ ընդամենը 20 տարի է, այդ ընկերուհու կամ քույրիկի բացը միշտ լրացվել է մամայով։ Դուք շատ երիտասարդ տարիքում եք մայրիկ դարձել ու ինչ որ առումով գուցե նաև միասին եք մեծացել, հա, այսինքն ձեր հասունացման տարիները զուգահեռ էին Մաշայի մեծանալու տարիներին։ Բավականին դժվար ճանապարհ եք անցել Մաշային մեծացնելու ընթացքում։ Միասին մեծանալը որքանով օգնեց ընկերությանը։ Շատ օգնեց իրականում, որովհետև եթե ես համեմատում եմ իմ ու իմ մամայի հարաբերությունները, մեր ընտանիքը միշտ շատ մեծ էր։ Մաման հիմնականում հոգ էր տանում, մանավանդ այն տարիների կանայք միշտ հոգ էին տանում սաղ կուշտ լինեն, ամեն ինչ մաքուր լինի, քանի որ իմ մաման էլ էր իմ մասին շատ հոգ տանում, ես էլի հասնում էի ինձ երեխա զգալ, չի մտածում էլի առօրյայի մասին հաց սարքեմ, ես անեմ, ավելի շատ ժամանակ ունեի իմ երեխայով զբաղվելու։ Դա սենց մեկ-մեկ նույնիսկ եղել է, որ Մաշան ասի մամա, սենց ասեմ այսքան մեծացել եմ, որ ինձ մամա են ասում, չէ, իրոք շատ տենց ընկերական հարաբերություններ են, ես իմ մամայի հետ չէի կիսվում։ Այդ հնարավորությունները ոնց որ չի ստեղծվել։ Բայց Մաշան ոնց որ մի հատ ընկերուհու հետ, հա, մենք շատ տարբեր ենք այդ իմաստով իրարից։ Մաշան ամեն ինչի մասին իմ հետ խոսում էր։ Ամեն ինչ ես իսկույն եթե աշխատատեղից գալիս էի շատ հոգնած, ասում եմ վայ լավ էլի հետո պատմում ես, ինքը նեղանում էր, ասում վсё, քեզ ոչ մի բան չեմ պատմել, ասում չէ, լավ պատմի։ Չէ, իրոք ոչ մի գաղտնիք ընդհանրապես այն 4 տարիների ընթացքում էլ որտեղ էր ինքը սովորում, էլի մենք ամեն մի վարքյան կապի մեջ էինք ու ես այնքան էի երջանիկ որպես ծնող, որ իրոք գիտեի իմ երեխան որտեղ է, ինչով է զբաղվում։ Մաշա, բայց իրականում քո տեսակն էր, որ դու մայրիկին ամեն ինչ պատմում էր, թե նաև ինքը ակամայից ստեղծել էր այդ դաշտը քեզ համար, որ դու ունեիր այդ վստահությունը։ Ամալ կդժվարանամ այս հարցին պատասխանեմ, հաճախ ես էլ եմ մտածել մանավանդ ծնող դառնալուց հետո առաջինը ոնց դաստիարակես ճիշտ քո երեխային, մանավանդ աղջիկ երեխային, ոնց դաստիարակես, որ ինքը ճիշտ ուղուց հանկարծ չշեղվի, որ դու նաև ինչ որ չափով լինես խիստ ծնող, բայց նաև լինես ընկեր, որ երեխան կարողանա քեզ հետ կիսվել, մանավանդ մեր օրերում մի քիչ բարդ է այդ ամեն ինչը ստացվում։ Ես չգիտեմ ինձանից էր թե մամայից, բայց ես շատ կուզեմ գոնե
կիսով չափ կարողանամ մամայի նման ծնող լինել իմ երեխաների համար, որովհետև այդ չվախենալը, ես ունեցել եմ ընկերական շրջապատ, որտեղ եղել են գաղտնիքներ, հա, ծնողներից, ինչ որ վախենան, նույն օրինակ ընկեր ունենալու դեպքում, հա, այն ժամանակ մեզ մոտ Արցախում ավելի խիստ էր այդ ամեն ինչը, շուտ ընկեր չունենամ, շուտ չսիրահարվեմ, կամ ընկերուհու տանը գիշերով մնալը չէր թույլատրվում, ինձ մոտ չկային նման արգելքներ, այսինքն մաման չեմ հիշի դեպք, որ ասեր, չէ, չի կարելի, դու չես գնալու ընկերուհուդ տուն, այդ վստահությունը, չգիտեմ, ինձանից էր գալիս, թե մամայի այդ տարիների դաստիարակության արդյունքն էր, որ մի պահ մտածում ես, լավ, 17 տարեկան աղջկան, մաման թողել է, գա ու Երևանում սովորի, թեկուզ այդ մասով ինչքան ինքը վստահ էր իմ մեջ, ու դա կրկնակի պատասխանատվություն էր, որ դու արդարացնես քո ծնողի բոլոր սպասելիքները։ Իսկ դուք վախ ունեիք Մաշային բաց թողնելիս։ Հա, իհարկե միանշանակ։ Ես ամբողջ կյանքս նկատի ունեմ Մաշան ծնվելուց հետո անընդհատ վախեր ունեի։ Մարիամը մեկ-մեկ էլ ասում է միշտ, որ քո վախերը ինձ ես փոխանցում։ Ամենաշատ վախերս, որ ստեղ սովորում էր, ամենաշատը, որ օրինակ ուժամի պետքա տաքսի նստեր, ուժամի մինչև 22:00, էլի ասենք, արդեն ուշ է, եթե մութ է, ու մինչև ինքը այդ տաքսիով տուն չէր հասնում, մենք այդքան րոպե, 20 րոպե թե կես ժամա հեռախոսով իրար հետ խոսում էինք միշտ, մինչև տուն հասնի։ Մաշա, իսկ քո մեջ էլ ներքին վախեր կային, որոնք մայրիկի հետ խոսելով ամեն դեպքում հաղթահարում էր, թե դա ավելի շատ մամային հանգստություն տալու համար էր։ Չէ, այն ժամանակ ընդհանրապես վախեր չկային, ես հասկացել եմ, որ վախերը ձևավորվում են մեծանալով ու ավելի շատ ծնող դառնալով։ Նախկինում տանից դուրս են գալիս, միշտ նկատել ես, չէ՞, ամալ մեր ծնողները ասում են զգույշ կլինես, զգույշ կվարես, զգույշ կանցնես փողոցը։ Այդ ժամանակ ինձ թվում էր, դե լավ, մամ, դե ինչ ես ասում, հո երեխա չեմ։ Այ հիմա նույնիսկ ես մամային ասում, զգույշ կլինես, զգույշ կանցնես փողոցը, նայ ուշադիր կլինես, այսինքն մեծանալով դու արժևորում ես այդ հոգ տանելը, որ իսկապես հիմա ավելի շատ վախեր ունեմ ես։ Նույնիսկ նույն տաքսու հետ կապված մի քիչ հասկանում եմ տաքսին տարօրինակ է, մեր վարորդը ասում է մամա, ես տաքսու մեջ եմ, էսա համարները մեծանալով այդ վախ եկել։ Այն ժամանակ ես ասում էի մաման հանգիստ լինի, ինչ կարա իմ հետ պատահի։ Մեծանալով այդ վախը եկել է, որովհետև մայրիկ դառնալուց հետո նաև որոշակի պատասխանատվությունն է ավելացել քո։ Չգիտեմ, մայրիկ դառնալուց հետո ինձ մոտ առհասարակ վախերն են ավելի շատացել։ Ես նույնիսկ մտածում էի, որ այս մասով պետքա հոգեբանի հետ էլ զրույց ունենալ, որովհետև վախեր տարբեր թեմաների հետ կապված են ինձ մոտ առաջացել, որ երբևէ նման բան չկար։ Թե դա կրկնակի պատասխանատվությունն է, որ դու ծնող ես, որ մի հատ փոքրիկ մարդուկ լիարժեք քեզանից է կախված, բայց վախերս միայն Լեոնին չեն վերաբերում, հա, մամայի հետ կապված, տատի, ամուսին, չգիտեմ, ինչ-որ վախեր են ձևավորվել, որ ամեն ինչ լավ լինի, ոչ մեկ վատ չի, ոչ մեկ Աստված հեռու տանի, ավտովթարի չի ենթարկվել, չգիտեմ, կարող է մեր շուրջ այդ ամեն ինչը շատացել է ու դրա այդ զուգահեռ վախերս էլ են շատացել։ Տիկին Իրինա, դուք միայնակ մեծացրեցիք Մաշային, որպես միայնակ մայր, որքանով էր ձեզ համար բարդ Մաշայի համար ստեղծել այդ ճանապարհը։ Ճիշտն ասած, քանի որ իմ ծնողները ինձ շատ են օգնել այդ հարցում, պահեր կա, որ ես ընդհանրապես չեմ զգացել այդ բարդությունը, բայց իրականում բարդություններ իհարկե եղել են, համ ֆինանսների հետ կապված իհարկե բարդություններ, իմ վախերը հիմնականում հաղթահարում է աղոթելով, բայց նաև գիտակցում եմ, որ աղոթելուց հետո, Աստծուն վստահելուց հետո դու եթե շարունակում ես ինչ-որ հուսահատություն զգալ կամ վախ ունենալ, այդ արդեն մեղք ես գործում։ Ես որ վեր եմ հիշում իմ անցած տարիները, այնքան է որոշ բաներ, այն ամենաբարդ բաները, այնքան է որպես կանոն հեշտ անցել, որ ես հասկանում եմ, որ այդքան աղոթելուց հետո ես պետքա ավելի հանգիստ լինեի, քան եղել էի։ Իր անհանգստությունները դու զգում ես, Մաշա։ Մաման հեշտ է պատմում այդ ամեն ինչը, ես հիմա որ պատկերացնում եմ անցնեի այդ ճանապարհը, ինչ որ ինքը 20 տարեկանում է մաման ինձ ունեցել, ու ես պատկերացնում եմ արդեն 22-23 տարեկանում, հիմա գրեթե այդ նույն հասակում ես ունենայի նույն ապրումները, ինչ որ մաման, լինեի միայնակ, այդ պատասխանատվության մեջ, այդ անորոշության մեջ, ինձ թվում է ես այդքան ուժեղ չէի կարող լինել, իմ համար մաման էտալոն է այդ ուժեղության, որ հերիք չի չես կոտրվում, մի հատ էլ դու քո ամբողջ էներգիան, ռեսուրսները ներդնում ես մարդու մեջ, իրեն մեծացնում ես ու ամեն անգամ այն հարցին մամա, ախի չես դու էլ քո
քո կյանքը կառուցում, պատասխան ստանում ես, որ ես ուզում եմ, որ քեզ համար ամեն ինչ լավ լինի, ես ուզում եմ, որ դու լավ մեծանաս, դու ոչ մի բանի կարիք չունենաս ու իսկապես մաման, ով լիարժեք փոխարինում է հոր դերը որպես ծնող, ինձ համար դա շատ մեծ ուժ է։ Ինքը հեշտությամբ է խոսում, բայց ես միշտ կարծում եմ, ես այդքան ուժեղ չէի կարողանա լինել։ Ինձ թվում է դուք լավագույնս ճանաչում եք Մաշային։ Իհարկե իրավիճակը չեմ ուզում պրոյեկտենք Մաշային, որովհետև Փառք Աստծո ինքը նման խնդիր չունի ու նման վտանգ չունի իր առաջ, բայց ամեն դեպքում ուժի առումով Մաշան ձեր չափ ուժեղ է, թե երբեմն ինչ որ առումով թեկուզ կյանքի իրավիճակներից ելնելով ինքը կարողանում է իրեն թույլ տալ փխրուն լինել եւ ինքը ավելի փխրուն է ամեն դեպքում։ Չէ, իրականում կարծում եմ երևի ինքը ավելի ուժեղ է, ինքը գիտակցաբար ուժեղ է։ Օրինակ, եթե ես վեր եմ հիշում իմ անցած որոշ էպիզոդների իմ կյանքից, ես միշտ ինձ թույլ էի համարում, բայց որ վեր եմ հիշում հիմա այս տարիքում, ես հասկանում եմ, որ իրականում ես ուժեղ էի, բայց չէի գիտակցում։ Ճիշտն ասած, մեր ծանոթները կամ քիչ ծանոթները միշտ համարում են, որ ես ու Մաշան անտիպոդներ ենք, որոշ հարցերում տենց էլ կա, բայց իրականում ինչ վերաբերվում է էմոցիաներին, մենք շատ նման ենք, շատ իրար նման ենք, մեր վերապրումները, իսկույն պատկերացրեք, լինում է, որ մենք անընդհատ միասին ենք հիվանդանում։ Անհանգստություններ վերապրելուց հետո հիմնականում լինում են, չէ՞, մարդիկ, որ խորն են ներշնչում, իմունիտետը իջնում է, հիվանդանում են։ Հենց այդ պատճառով ինչ որ միջոցառումների ժամանակ կամ նման այլ բաների ժամանակ մենք այդ ապրումներից ոնց որ միասին sense իմունիտետները իջնում է ու այդ նույն օրը մենք երկուսս էլ վատ ենք զգում ես։ Ստոմատոլոգիայում նորարարական մեթոդները շատ են, իսկ իմպլանտումը դրանց առաջին ինտեգրողներից մեկն է Հայաստանում։ Կլինիկայի հիմնադիր Հայաստանի գլխավոր ստոմատոլոգ Դավիթ Մաթևոսյանը մեզ կպատմի, թե ինչպես են մեկ օրում նոր ատամնաշար ձևավորում։ Սա գիտեմ, որ մի քիչ անսովոր է հնչում, բայց բժիշկը կմանրամասնի։ Ողջույն։ Ողջույն Ամալիա։ Ինչ է իրենից ենթադրում ատամնաշար մեկ օրում արտահայտությունը, որը վերջին շրջանում պատել է բոլորիս։ Ատամնաշարը մեկ օրում դա լիովին իրականություն է, քանի որ ներկայումս տեխնոլոգիաները հնարավորություն են մեզ տալիս, օրինակ լրիվ անատամ ծնոտի դեպքում տեղադրել 4 կամ 6 իմպլանտ, հենց նույն օրը հատուկ սկաների միջոցով սկանավորում իրականացնել եւ 3D տպիչի օգնությամբ ստեղծել ժամանակավոր ատամնաշար, որը որ ընդամենը մի քանի ժամից պատրաստ է լինում եւ տեղադրում ենք կլինիկայից պացիենտը գնում է լիարժեք ժպիտով։ 3D տպիչի միջոցով ստեղծվում են ատամներ, որոնք լիարժեք ծառայում են մարդուն։ Այո, մեթոդը մեծ հնարավորություն է տալիս հենց նույն օրը տեղադրել ժամանակավոր ատամնաշար, որը որ կարող է ծառայել պացիենտին մինչև 6 ամիս, 6 ամիս հետո հարկ է լինում նշված ատամնաշարը փոխել հիմնական ատամնաշարի, որը որ արդեն կծառայի մեր պացիենտներին ամբողջ կյանքի ընթացքում։ Մենք ունենք հնարավորություն նաև տեղադրել հենց միանգամից հիմնական ատամնաշար, որը որ տեղադրվում է մոտարապես 1 շաբաթվա ընթացքում, կերամոկոմպոզիտային ատամներ, որոնք որ 6 ամիս հետո հետագայում կարիք են լինում իրականացնել միայն վերահենքավորում, այսինքն ատամնաշարը չենք փոխում։ Ատամնաշարը հնարավորություն ունի պացիենտ օգտագործել 5-ից 7 տարի։ Իսկ մշտական ատամնաշարը, որը նախատեսված է ավելի երկար օգտագործման համար, արդեն վերահենքավորման կարիք չունի։ Չէ, մշտական ատամնաշարը հենց տեղադրվում է 6 ամիս հետո ու արդեն տեղադրվում է լրիվ առողջացած, լավացած լնդերի վրա։ Ամեն դեպքում պացիենտը կարող է վնասել ատամնաշարը։ Ընդհանուր առմամբ բոլոր դեպքերում բոլոր կոնստրուկցիաներն էլ հնարավորություն կա, որ տրավմայի արդյունքում կարող են կոտրվել կամ ինչ-որ տրավմայի ազդեցության տակ վնասվածքների ենթարկվել, բայց բոլոր տեսակի ատամնաշարերն էլ իրանք վերանորոգման հնարավորություն ունեն կամ օրինակի համար եթե ատամնաշարը ազդեցությանը ենթարկվել կամ տրավմայի ենթարկվել, շատ դեպքերում կարիք չի լինում ամբողջը փոխել, մենակ տեղային այդ հատվածը հնարավոր է վերականգնել։ Նորարարական մեթոդները իրականում շատ մեծ հնարավորություն են մարդկանց համար եւ process-ը շատ տհաճ չդարձնելու եւ նաեւ երկարատև ծառայող ատամնաշար ունենալու համար։ Միաժամանակ այս մեթոդները շատ թանկ են եւ անհասանելի մեր բնակչության համար։ Ուզում եմ նշել, որ այս մեթոդի նորությունը կայանում է նրանում, որ իմպլանտները տեղադրելով մենք իմպլանտներից դրոշմի ստացումը, չափս վերցնել այսպես ասած, նույնպես
իրականացնում ենք սկանավորման միջոցով եւ մենք ունենք նոր սարք, որը որ իրականացնում է ֆոտոգրամետրիայի մեթոդով սկանավորում, որը որ հնարավորություն է տալիս մաքսիմալ ճշգրիտ իմպլանտների տեղերը տեղորոշել, որի արդյունքում որ մենք կարողանում ենք ատամնաշարը նույնպես մաքսիմալ ճշգրիտ ստեղծել ու ստանալ հենց ընդամենը մի քանի ժամվա ընթացքում։ Ինքը անփոխարինելի է, քանի որ նախկինում նույնպես իրականացվում էին մեթոդներ, որտեղ որ մենք կարողանում ենք ատամնաշարը տեղադրել մի քանի ժամվա ընթացքում, բայց սխալմունքի հավանականությունը կամ տեղադրված ատամնաշարի ոչ ճշգրտությունը շատ մեծ էր։ Իսկ այս մեթոդը հնարավորություն է տալիս մաքսիմալ ճշգրտությամբ ստանալ ատամնաշար։ Դավիթ գինն էի հարցրել։ Ասեմ, գինն էլ թանկ չի, այսինքն ընդհանուր առմամբ ինքը չի թանկացնում պրոցեդուրայի արժեքը, ու մոտակա ժամանակներս մենք նախատեսում ենք նշված ծառայության վրա բավական գնիչեցում, որպեսզի ծառայությունը հասանելի լինի ավելի մեծ քանակով մարդկանց։ Դավիթ Մաթևոսյանի ինստագրամյան էջն ու իմպլանտումի տվյալները կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Մինչև նկարահանումը սկսել եմ, Մաշան ասաց, հեսա պարզվելու է, որ իմ մաման սկեսուրս է։ Մարդիկ այդպիսի տպավորություն են ունենալու։ Տպավորությունը, որ իսկապես, հա, Մաշան եւ իր սկեսուրը էներգետիկայով շատ մոտ են իրար, որպես մամա չեք խանդում։ Չէ, ընդհանրապես չեմ խանդում։ Ընդհանրապես չեմ խանդում։ Ես որ տեսնում եմ իրանց այսքան խաղաղ, ծիրով լցված, հարգանքով իրար հանդեպ, ես մենակ ուրախանում եմ։ Ես ասեմ, Ամալ, մենք նման չենք մամայի հետ այդ առումով, մաման ավելի ինտրովերտ է, բայց լինում են չէ մարդիկ, որ իրենց ներսում այդպիսին են, էքստրավերտ են իրենք խորը ներսում, չեն գիտակցում կամ չեն ուզում ասել, որ իրենք այդպիսին են, այ ես վեր եմ հիշում իմ անցյալից եմ հասկանալ, լավ, որտեղից սկսվեց իմ սերը նույն նկարահանումների հանդեպ, կոնտենտ ստեղծելու, ինչից է այդ ամեն ինչը սկսվել, ու վեր եմ հիշում, որ ես դեռ 4-5 տարեկան էի գնում էի մանկապարտեզ, մաման ամեն հանդեսի ինձ համար առանձին շոր էր կարում, նկարահանում էր կազմակերպում ինձ համար, ես երեխա էի, ու դեռ 7 ամեն տարի, ամեն մի հատ նոր փուլի մաման այս շորիկա առանձին էր անում, մազը առանձին էր անում, նկարահանումը ինձ դա դուր էր գալիս, այսինքն ամեն դեպքում մաման է փոքր ժամանակվա ինձ սերմանելի մեջ, որ դու աղջիկ ես, դու սիրուն ես, դու պետքա սիրված լինես, դու ամենագեղեցիկն ես, այսինքն այդ ամեն ինչը ինքն է իմ մեջ ներդրել եւ հետո այդ ամեն ինչը արտահայտվել է իմ էքստրավերտ լինելով, իմ սիրելով անընդհատ ստեղծագործել, նկարահանել, այդ ամեն ինչը իրականում իրանից է եկել։ Իսկ դուք մտածված եք այն ժամանակ անընդհատ Մաշային ասում դու գեղեցիկ ես, որպեսզի ինքը իրեն հենց այդպես էլ զգա, թե ուղղակի այդպես զգում եք, ասում եք։ Չէ, ճիշտն ասած, ինձ թվում է հիմա Մաշան ինչի որ հասել է, ինչով զբաղվում է, հնարավոր է, որ դա իմ մանկական երազանքներն է աղջկական, ուղղակի թե մեր ժամանակներից է, թե չգիտեմ ուրիշ պատճառներից, մեր տարբերությունը հիմնականում ես հասկանում եմ նրանում, որ ես կոմպլեքսավորված եմ, իսկ Մաշան չէ։ Մաշան օրինակ այնքան տարի բարի է գնացել, վայ թատրոն է բացվել Ստեփանակերտում, Մաշան, վсё, գնացինք թատրոն, Թումո են բացել Ստեփանակերտում, տարանք Մաշային Թումո, լողը, ամեն, հա, ինքը ամեն ինչում սենց ակտիվ մասնակցում էր։ Դուք ինչ որ առումով ձեր ունեցած բացերը փորձել եք հակառակ ձևով լրացնել Մաշայի կյանքում, այսինքն որպեսզի ինքը չունենա այն բացերը, որոնք դուք զգացել եք։ Հա։ Բայց դա ունի նաև բացասական կողմը։ Միշտ, այսինքն ես փորձում եմ հոգեբանորեն մոտենալ, եթե կան բացեր ինձ մոտ, ես չեմ ուզի դա լինի իմ երեխայի մոտ։ Այսինքն իմ երեխան ինքը անհատ է, թող ինքը ձևավորվի, թող ինքը որոշի։ Այս առումով օրինակ շատ է եղել իմ մաման բնավորությամբ պերֆեկցիոնիստ է։ Ես միշտ ասել եմ, չգիտեմ ոնց է ինձ մոտ հակառակ էֆեկտ է տվել, բայց մաման միշտ ամեն ինչում ինձ թերագնահատել է, միշտ, այսինքն նույն այս վիդեոն լավ չի, դու կարաս ավելի լավ, այս ինչը լավ չի, դու կարաս ավելի լավ։ Իմ բարակեմ դա ինձ մոտիվացնում էր, ես ուզում էի մամային ցույց տայի, ապացուցեի, որ չէ, ես կարամ ավելի լավ, ես կարամ ավելի լավ։ Այս բաղով ես կուզեմ իմ երեխայի հետ օրինակ մոտիվացիա ավելի շատ լինեմ։ Իսկ իմ մաման դու կարող ես իդեալական, դու կարող ես ավելի լավ։ Իր մոտ միշտ եղել է, որ դու պետքա աշխատես, որ անես ավելի լավ։ Այստեղ վտանգ չկա երեխային նաև կոմպլեքսավորելու եւ փակելու։ Կար երևի, բայց երևի ես այդ պահին խորը չէի մտածում։ Ես իմ կարծիքը իսկույն ասում եմ, որ եթե լավ չի, վсё դուրս չի գալիս, շատ էի թերագնահատում, մինչև հիմա էլ։
Ինձ հա ինքը բայց միշտ ինձ ասում է որ ես դեմոտիվացնում եմ, բայց այդ էլի ինձ չի պահում իր թերությունները Չէ, չես դեմոտիվացնում, հենց այդ եմ ասում, որ ինձ համար դա դեմոտիվացիա չի, իմ պարագայում ես ուզում եմ, այդ մաման ասում է, ապրես, մալադյաց, բրավո, ու ես միշտ ձգտում եմ լսել այդ խոսքերը, ինձ ամեն օր այդ խոսքերը չես լսի։ Ես պետքա դրան արժանանամ, ես միշտ ձգտում եմ դրան, եթե մաման ասեց լավ է, ուրեմն ես արել եմ իմ լավագույնը։ Իմ գլխավոր սխալը, որ ես իրականում դա զգում եմ, այնա որ թեկուս կոնկրետ Instagram բացելը, բլոգերությամբ զբաղվելը, ես էլի դեմ էի չի ասում մի արա եւ վերջ, բայց համ չէի հավատում որ ինչ որ բարձունքների կհասնի, համ չէի հավատում որ ընդհանրապես դա օգտակար զբաղմունք է, դեմ էի, հա, իրականում դեմ վայ քեզ պետքա վայ ինչ կասեն, ես իրականում կարծիքներից շատ էի կախված։ Իսկ երբ փոխվեց վերաբերմունքը։ Վերաբերմունքը ճիշտ ասեմ, չէ, ես էլ չեմ տենց կոնկրետ հիշում, որ սենց կոնկրետ սենց պիրիլոմնի պահ ա եղել, բայց անկեղծ ասեմ, ինձ թվում է ինքը որ արդեն Արտյոմի հետ ծանոթացավ, ես համարեցի, որ համ այդ հարցում, համ ահագին ուրիշ հարցերում, ես արդեն կարամ ընդհանրապես չխառնվեմ։ Այ այդ պահն ա եղել երևի թե։ Հանգստացար, որ ունեմ կողակից, այսինքն թե ոնց, թե վախենում էիր, որ սոցիալական ցանցերը կարող են խանգարել կար նման վախ։ Հա, դե հիմնականում այդ պահն էլ կար իրականում։ Արտյոմի հայտնվելը ինձ ցույց տվեց, որ իրոք շատ հարցերում ես արդեն ոչ թե իրավունք, երևի համ իրավունք չունեմ, համ սենց ինքնըստինքյան ես հասկացա, որ Պրոստի ուղակի չպիտի խառնվեմ եւ վсё։ Այս էքսկլյուզիվ հաղորդում է, որտեղ մաման առաջին անգամ ընդունեց իր սխալը ժողովուրդ ջան, որ կամերային ընդունեց։ Դուք առհասարակ այս թեմաների մասին չեք խոսում իրար հետ։ Ոչ, մենք իրար հետ շատ կարող ենք անկեղծանալ, բայց սկզբից սկսեցինք հաղորդումը, որ մենք շատ անկեղծ ենք իրար հետ, բայց ոչ թե մենք, այլ ես։ Մաման ավելի փակ է։ Ես չեմ հիշում դեպք, որ մաման խոսեր իր զգացմունքների, էմոցիաների մասին, երբեք ինքը ինձ հետ չի կիսվել։ Ինչու՞։ Ճիշտ ասած իմ համար ամեն երկրորդ թեման դա անձնական է։ Իսկույն ես օրինակ շատ ընկերուհիներ ունեմ, շատ մտերիմ ենք։ Մամայիս հետ կրկնում եմ, ես երբեք անկեղծ չեմ եղել, բայց էլի որոշ հարցեր կա, որ ես գտնում եմ երբեք ոչ մեկի հետ ոչ թե չպիտի կիսվես, այլ դա զուտ անձնական հարց է, որը պիտի մնա քո մեջ։ Բայց քո մեջ պահելն էլ է վատ։ Հասկանում ես, չէ, տես չի որ ինձ տանջում է այդ թեման։ Ուղղակի դա շատ սուր անձնական հարց է։ Բայց օրինակ հիմա ձեր եւ Մաշայի հարաբերություններն են քննարկում, հարցեր, որոնք ձեզ երկուսիդ են վերաբերվում, արդյոք այստեղ կա այդ անձնական հարցի սահմանը։ Ինձ թվում է անձնական արտահայտությունը ամենքի համար կարող է, յուրաքանչյուրի համար կարող է տարբեր լինի։ Դե անձնական օրինակ, եթե համարենք նույն իմ ամուսնական կյանքը, ես ամուսնալուծվելուց հետո մանրամասն ոչ մեկի հետ չեմ քննարկել այդ տարիների։ Հա, գտնում եմ, որ ոչ թե ամոթ է կամ ինչ, այլ ավելորդ է դրա մասին խոսելը։ Հա, իրոք փակել անցել գնացել է, վերջ, հա, իմ համար կարևոր է նա եղել, որ ես այդ կյանքից սպրծել եմ, վերջ։ Ես իրականում հարցը այլ կողմով էի տալիս, բայց քանի որ այս մասին խոսեցիք, հետաքրքիր է նաև այդ երիտասարդ տարիքում Մաշային ինչպես էիք մատուցում ամուսնալուծության եւ հայրիկի բացակայության թեման, որովհետեւ որքան էլ ձեր անձնականի մասին չխոսեիք, ամեն դեպքում Մաշային պետք էր մատուցել թեման ինչ որ կերպ։ Կարող անհավատալի է դա, բայց մենք ընդհանրապես դա չենք էլ քննարկել, այն որ ասում են по умолчанию ամեն ինչ բարձր, չենք էլ քննարկել, տենց մեկ-մեկ կարող է կատակով Մաշան ինչ-որ բան ասեր, կատակով մի բառով պատասխանի, բայց երբեք չի քննարկվել։ Մենք այնքան չենք քննարկել, որ պատմեմ առաջին դասարանում։ Այդ բայց մի հատ ես ասեմ, դու շարունակի, Մաշան, բայց մեկ-մեկ Մաշան այնքան իմաստուն էր փոքրուց, հիմա էլ օրինակ բաներ կային ասում, ես սենց հիանում եմ, որ իմաստությունը, որը իմ մեջ չկա, իր մեջ կա։ Այդ փոքրուց էլ միշտ ասում էր Վայ մամա դու չես հասկանում, ինձ քույրիկը հարկավեր, գոնե եղբայր, փոքր էր շատ, ասում ուզում ես նորից ամուսնացի երեխա ունեցի, ոչինչ, եթե կուզենաս նորից կամուսնալուծվես, գլխավոր ինձ քույրիկ լինի։ Այնքան տենց փակ էր մեր ընտանիքում այդ թեման,
Չգիտեմ, ես ոնց զգում եմ, որ մամայի համար ցավոտ թեմա է ու հատուկ որպես այդպեսին չէի բացում այդ փոքր ժամանակ։ 6 տարեկանում առաջին անգամ գնում եմ դպրոց, ես չգիտեմ ոնց է ինձ մոտ տպավորվել այդ դեպքը։ Հիշում եմ առաջին դասարան էի գնացել, նստած ենք բոլորս ու ուսուցչուհին անուն, ազգանուն, հայրանուն բոլորից հարցնում է, արդեն հերթը հասավ ինձ, ես ասում եմ անուն, ազգանուն ներկայանում եմ, ասում են հայրանուն, ասում եմ չգիտեմ։ Ուսուցչուհին ասում է, ոնց պապայիդ անունը չգիտես, ասում եմ, ասում է, աղջիկ ջան, ի՞նչ գործ ունես այստեղ, որ պապայիդ անունը նույնիսկ չգիտես, խես եկել առաջին դասարան ու այնքան տրավմատիկ էր ինձ համար դա, բայց ես երեխա էի, ասում եմ, ես չգիտեմ, բայց իմ քեռին դրսում կանգնած է, կարամ դուրս գամ հարցնեմ, մտնեմ, ասեմ։ Ու այդպես է եղել, դուրս եմ եկել հարցրել եմ, մտել ասել եմ, լիքը տրավմաներ ունեմ։ Մենք շատ նուրբ թեմայի մասին ենք խոսում, մի կողմից դու փոքրուց հասկանում էր ու խնայում էր մայրիկին հարցեր չէր տալիս, մյուս կողմից քո մեջ կային այդ հարցերը։ Ինչպես էր դու այդ տարիքում պայքարում այդ հարցերի դեմ։ Ես գիտեի, որ մամայի համար դա ցավոտ թեմա է, ես դա զգում էի, 6 տարեկան երեխան Ես չգիտեմ ոնց էի զգում, ես այ հետաքրքիր է շատ, ես ոնց էի զգում, ուղղակի երևի չգիտեմ, կարողա գիտեի այդ մարդը արդեն ամուսնացել է, իր ընտանիքը ունի, չի ուզում ընդհանրապես դա եթե չէի խոսում առհասարակ։ Հարևանների զրույցներից օրինակ տատիկը ձեռքիցս բռնել գնացել է դեղատուն։ Դեղատանը, իբր ես փոքր երեխա եմ, ես չգիտեմ ոնց եմ այս ամեն ինչը հիշում։ Դեղատանը աշխատողը ասում է, օրինակ տատիս, այս ինչ նման է իր պապային, բա տեսել ես իր այն մի երեխուն բերել աստեղ շորերը առել։ Բան ես այդպես եմ իմանում, այսինքն մեզ մոտ բամբասանքները շատ էր կողքից, այս մեկը էսա խոսում, այնա խոսում։ Այդ էս տարբեր խոսակցություններից արդեն մոտավորապես դու պատկերացում ես կազմում այդ մասին։ Երբևէ չի եղել, որ մամային հարց տաս։ Արդեն ավելի մեծ տարիքում երևի, որ հարցրել եմ, շատ անդրադարձ չի եղել, իսկ ես նույնիսկ չեմ իմացել բուն պատճառը, մաման ինչի է իր ամուսնուց բաժանվել։ Ես չեմ իմացել բուն պատճառը, всё, մաման բաժանվել է, մեր ընտանիքում տաբու էր այդ թեմայով խոսելը, ինձ համար կար միայն մամա, պապայի թեմայի անդրադարձ չկար, որովհետև ես արդեն ունեի այն գիտակցումը, որ եթե հայրը ուզում է տեսնել իր աղջկան, ոչինչ չի կարող իրեն խանգարել։ Ու այդ մտքով է ես անդադարում, որ ես չսիրված երեխա եմ այդ մասով, այդ կողմից ու չէի ուզում էլ անդրադարձ կատարել դրան, որովհետև եթե մի հատ հարց էի տալիս, հարցից հարց էր ծագում, ու այդպես ծավալվում էր, զգում էի, որ մամայի համար տհաճ է այս խոսակցությունը։ Տիկին Իրինա, իսկ դուք փորձում եք պայքարել Մաշայի այդ զգացողության հետ, որ ամեն դեպքում իր մեջ ձևավորվել էր, որ ինքը մի կողմից չսիրված երեխա է, թե դուք այս մասին էլ չէիք խոսում իրար հետ։ Չէ, ես դա չէի էլ զգում, բայց իրականում իմ համար ցավալի թեմա չէր, անցանկալի թեմա էր։ Ես այնքան էի անտարբեր իմ այդ անցյալ կյանքին, որ ուղղակի անցանկալի թեմա էր։ Всё, ես ուրախ էի, որ այդ կյանքով էլ արդեն այդ մարդու հետ չեմ ապրում, իմ համար բավական էր այդ, ոչ մի ցավ էլ ես չէի ապրում։ Հա, հասկանում էի, որ ցավոտ է, որ այդքան իմ հետ եղել է, բայց ես ոչ մեկին չէի մեղադրում այդ պատահածի մեջ։ Դրա համար իմ համար այն պատմությունը չէ, էլի, որ ասեմ ես սիրելով բաժանվեցի, ոչ։ Երբ Մաշան արդեն պիտի ամուսնանար, ծանոթացել էր Արտյոմի հետ, տեսեք, դուք ունեիք մի փորձ, երբ երիտասարդ տարիքում ամուսնացել եք, վատ փորձ եք ունեցել, ամուսնալուծվել եք, մտավախություն ունեիք, ինչպես կձևավորվի Մաշայի ընտանեկան կյանքը, թե այս առումով ավելի հանգիստ եք եւ ձեր կյանքը որևէ կերպ չէիք պրոյեկտում Մաշային։ Ճիշտ ասած, էլի անդրադառնամ իմ աղոթքների թեմային, ես այնքան էի աղոթում, որ Աստված sense մի հիանալի ամուսին պարգևի Մաշային, ու ես միշտ մեկ-մեկ որ sense վիճում ենք, ասում եմ, իմ շնորհիվ ա որ դու տենց լավ ամուսին ունես։ Իմ աղոթքների շնորհիվ։ Իրանք հենց ծանոթացել են մինչև Արտյոմի գալը Ստեփանակերտ նկարներով, Մաշայի պատմելով, իսկույն իմ մոտ վստահություն ձևավորվեց, որ Արտյոմը հենց այն տղան է, որը կերջանկացնի Մաշային։ Արտյոմը միակ տղամարդներում հետ մաման առհասարակ ծանոթացել է, հա, որպես իմ կողակից, ու մամայի մոտ իրական մտավախություններ կային մտավախություններ, Արտյոմը հա առաջին տպավորությունը բավականին լավն է թողել, բայց նույնիսկ մենք մամայի հետ ունեցել ենք նման խոսակցություն, որ դու վստահ ես ու նույնիսկ այդ ժամանակ ես մամայի կողմից զգացել եմ այդ աջակցությունը, որ դու իմացի, որ ես միշտ քո կողքին եմ, անկախ ամեն ինչից, այսինքն դու ամուսնացար, Աստված հեռու տանի, ոչ մեկ ապահովագրված չի, հա, իր ամուսնական կյանքից
դու եթե հասկանաս քո կյանքում ինչ որ բան այնպես չի գնում, դու երբեք չպետքա համակերպվես, դու միշտ ունես ինձ, դու կարող ես ինձ հետ կիսվել, խոսել, քննարկել, ես քեզ կդնեմ այդ ճիշտ ուղու վրա ու միշտ իմացիր, որ քեզ սпасող կա։ Այդ ժամանակ նույնիսկ Արցախում էին դեռ ապրում, մաման նույնիսկ Արցախում ձեռքեր բերել բնակարան ինձ համար ու ես այն ժամանակ ասում էի՝ «Մամա, դե ես ինչ եմ անում բնակարան, ես ամուսնանալու եմ, ես մենակ չեմ ապրելու, մինչև չամուսնանամ, միշտ քո հետ եմ լինելու»։ Ինքը ասում էր, որ դու ունենաս քո առանձին անկյունը, որ եթե Աստված հեռու տանի, ցանկացած կին կարող է բախվել, հա, նման իրավիճակի, ոչ մեկ չգիտի ամուսնական կյանքում ինչ խնդիրներ կարող են առաջանալ, որ դու միշտ իմանաս դու ունես այն անկյունը, որտեղ կարող ես գնալ։ Տեսեք, երկու հակասություն կա ըստ էության այստեղ։ Մի կողմից ձեր այդ աղոթքներն էին, որ ձեզ վստահություն էին տալիս, որ Մաշայի կյանքում ամեն բան լավ է լինելու, մյուս կողմից կարծես թե այդ մտավախությունները կային, որ միգուցե եւ Մաշայի կյանքն էլ ավելի բարդ դասավորվի։ Աղոթքները ոչ թե ինձ վստահություն էին տալիս, ես որ աղոթում եմ, ինչ որ բան խնդրում եմ, մինչև հիմա էլ ես յուրաքանչյուր մարդ էլ չգիտի, չէ, կլսվի թե չէ, քանի որ մենք չգիտենք ինչքանով ենք արժանի, որ մեր աղոթքները լսվեն։ Իսկ ինչ վերաբերում է անկյունին, հա, առաջինը ես էի ուզում առանձնանայի մեծ ընտանիքից, քանի որ այդքան տարի իրանց հետ մնում է, հասկանում եմ, որ պիտի երբևիցե առանձնանամ եւ հա միշտ ուզում էի որ Մաշային Արցախում ինչ որ անկյուն լինի, որ ինքը երբ որ ուզենա կարող է գա իր անկյունում մնա։ Մաշա, իսկ երբ արդեն պատրաստվում էիր ամուսնանալ, կային խորհուրդներ մամայից, որոնք քեզ ավելի օգնեցին ամուսնական կյանքում Արտյոմի հետ հարաբերությունները հարթելու, ինչու՞ չէ, Սկեսուրիդ հետ հարաբերությունները ճիշտ կառուցելու համար։ Ամուսնանալուց առաջ մաման նախ ասում էր, որ պետքա ընդհանուր ընտանիքում հարաբերությունները լավ լինեն, որ դու մտնում ես նոր ընտանիք, որ պետքա պատրաստ լինես դժվարությունների, ընտանիքի հետ միայն սիրահարված փուլից, հա սիրահարվածությունից դու մտնում ես կենցաղի մեջ, որ կենցաղում են ամեն բան բարդ է լինելու, բայց էլի ասում էր, որ միշտ իր աջակցությունը ցույց է տալու մինչ օրս, միշտ մաման կարող ասանքի, բա ինչ ես անում, գա մի հատ տաներդ հավաքեմ, դու հոգնած կլինես, այսինքն այդ մեծ աջակցությունը ես միշտ իրենից տեսել եմ։ Առաջինը, որ դու պետք է պատրաստ լինես դժվարությունների, բայց միշտ իմացիր, որ այդ դժվարությունների կողքին կանգնած եմ ես։ Մինչև հիմա էլ ասում եմ, որ մի քիչ ավելի համբերատար պետքա լինես։ Կիսուրի հետ ապրելու ժամանակ միշտ ասում է շորերը չթափես, այդ է միշտ ասում։ Ինքը այդ խասյաթը ունի։ Որովհետև միակ երեխան եմ եղել շատ երկար ժամանակ մեծ ընտանիքում, որտեղ ինձ ասել են դու միայն լավ սովորիր, քնիր, զարթնիր, կեր, այո, իրականում ինձ շատ լավ բամբակների մեջ է իմ տատիկը սիրելի, պաշտելի պահել։ Դրա համար դժվար էր, այո, ադապտացվել այդ ընտանեկան կյանքին։ Մենք քիչ հետո արդեն կիմանանք, թե Սկեսուրի տուն գնալուց հետո ինչպես ձևավորվեցին հարաբերությունները, բայց մինչև Սկեսուրիդ հետ զրույցին անցնելը ինձ հետաքրքիր է նաև մի հարց, տեսեք, դու ընթացքում էլ ասացիր, որ մայրիկին միշտ ասում էիր ամուսնացիր, ես քույրիկ եմ ուզում։ Եթե շատ երեխաներ կան, որ իրենց մայրիկին ասում են, չէ, մի ամուսնացիր, բա ինչ կասեն, ամոթ է եւ այլն, դու մայրիկին մոտիվացնում էիր ամուսնանալու։ Սա ինչպես էր քո մեջ ձևավորվել։ Մինչ օրս ես իրեն մոտիվացնում եմ ամուսնանալ, որովհետև ինքը ընդամենը 45 տարեկան ջահել կին է ու իր ամբողջ կյանքը դեռ առջևում է։ Այդ իմ ամենամեծ երազանքներից մեկն է եղել, կարելի է ասել, մանավանդ փոքր ժամանակ։ Դու էլ կփաստես, ամալկա չէ, նման կարծրատիպ, որ միայնակ երեխաները, երբ որ ընտանիքում են մեկ երեխա, ինք ավելի էգոիստ է լինում։ Ինձ մոտ այդ խնդիրը չկար, հակառակը ես գալիս էի տուն ու լացում էի, մամա, ինչու է իմ ընկերուհին իր քույրիկի հետ գնացել տուն, պարկել են միասին քնելու, իսկ ես մենակ եմ եկել տուն։ Ինձ մոտ միշտ կար։ Ես մանավանդ քույրիկ ունենալ, ես շատ կիսվող էի, շորս տալիս էի ընկերուհուս, ամեն բան, հա, սիրում էի կիսվել, մենք միանման հագնվեինք, թիթիզանայինք, այդ բառը շատ փոքր երեխա եմ եղել ու մինչ օրս ես մեկ-մեկ մամային ասում եմ, պատկերացնում ես դու հիմա ամուսնանաս, մի հատ երեխա ունենաս ու մեր երեխաները լինեն նույն տարիքի։ Կես կատակ, կես լուրջ, դա միշտ եղել է իմ մեծ երազանքը ու մարդ լիարժեք չի, մարդ կիսատ է, չպետք է մարդ միայնակ լինի։ Ես չեմ ուզում, ամեն մարդ ունի իր կեսը, ես հավատում եմ սրտանց դրան ու տարիքը կապ չունի։ Սերը ցանկացած տարիքում կարող է գալ ու քեզ գտնել։
Ավելորդ հասեցիր այդքան։ Տես։ Մանկոց գիտեք ինչ էր ասում, դու հասկանում ես, որ ես մեծանամ մենակ կլինեմ, ինձ քույր եղբայր չի լինի։ Նույնիսկ այդ ցանկությունն էլ է էգոիստաբար, եթե խորը մտածես, ես ասում եմ, այսինքն իմ երեխան մորքուր չի ունենալու, այս այնց բաներ ասում ինքը։ Այո, ճիշտ է ասում։ Չգիտեմ դա էգոիստաբար է արտահայտվում թե չէ, բայց ես շատ կուզեի մեծանալով նույն իմ ընկերական շրջապատը շատ փոքրացել է։ Ես միշտ ունեցել եմ կարիքը այդ մաքսիմալ ջերմ շփմանն է, հենց քույրիկի հետ։ Այո, ես ունեցել եմ դրա բացի։ Ես այնքան երեխա կունենամ, որ իմ երեխաները դրա բացի չունենան։ Ես ինձ կարող է չեք հավատում, այսօր այնքան անհավատալի բաներ եմ ասել, բայց ես ինձ միայնակ չեմ զգում։ Դե դու միայնակ չես, մենք բոլորս քո կողքին ենք, բայց իհարկե ընտրությունը քոնն է։ Если ты передачу видит замуж. Ты тоже выйдешь, дорогая моя свекровь. Ախնամիսից միշտ ասում եմ, այսին կամուսնան։ Երկու մայրիկների հարաբերությունները ինչպես ձևավորվեց։ Տարիքային տարբերությունը Սկեսուրիս ու մամայից բավականին մեծ է, ինչպես իմ եւ Արտյոմի տարիքային տարբերությունը։ Սկեսուրս 62 տարեկան է, մաման 45։ Բայց կներես, Ոչինչ, սա պահելու եմ։ հա, կներես։ Տարիքը սովորի սկեսուրի։ Այո, սպանելու են ստանը։ Բայց իրենց հարաբերությունները բավականին ջերմ են, որովհետև իմ մաման էլ ընտանիքում իր համար շատ կարևոր է ընտանիքի հետ միասնությունը, բարեկամական կապերը, ինչպես նաև ինձ համար եւ Սկեսուրիս, այսինքն մենք բոլորս նույն ձև ենք մտածում, որ ընտանիքը պետքա լինի մեծ, մենք սիրում ենք մեծ սեղանների շուրջ հավաքույթներ, ջերմ զրույցներ, որովհետև հիմա թե կյանքի ռիթմն է փոփոխվել, արագացել, ժամանակ չես կարողանում գտնել այդ մանրուքների վրա, որ պարզապես ժամանակը դանդաղեցնես, ոչ մի բան չանես ու ջերմ զրույցներ ունենաս, մենք, ինչպես մաման ասում, խնամիներով հաճախ ենք սիրում կազմակերպել նման հավաքույթներ։ Շատ լավ, հիմա զրույցը կշարունակենք արդեն Սկեսուրիդ հետ։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար ու շնորհակալ եմ նաև, որ համաձայնեցիք, որովհետև կարծես թե Մաշայի Սկեսուրին մի փոքր ավելի հեշտ էր բերել նկարահանման, քան ձեզ։ Այդպես էլ կա։ Շնորհակալ եմ ձեզ։ Տիկին Մարինա, ողջույն։ Ողջույն։ Ձեզ էլ եմ շնորհավորում մայրության ու գեղեցկության տոնի առթիվ։ Շնորհակալություն։ Հետաքրքիր է ձեր հարաբերությունները Մաշայի հետ ի սկզբանե ինչպես ստացվեցին ու երբ ծանոթացաք իր հետ, պատկերացնում եք, որ ժամանակի հետ այսպիսի ակտիվ հարսուսկեսուր եք լինելու։ Գիտեք, вообще ասում են տղեն ընտրում է իրան второй половинкան, իր մամայի նման, չէ։ Հիմա ես պատկերացրել եմ, да, что им հարս պիտի իմ նման լինի։ Աշխույժ, такой веселый։ Պատկերացրել եմ, խի չեմ պատկերացրել։ Առաջ անգամ իրան տեսել եմ, մի անգամից գիտեք, ոնց որ աղջիկս մտավ մեր տուն։ Մի անգամից առաջի հայացքից ես իրան սիրեցի։ Բայց դուք սկզբում կարծես հաշտ չէիք իր մասնագիտական ընտրության հետ, ուզում եք իրեն մի քիչ փոփոխել։ Հա, ես չեմ ընդունել էդի ոնց ամեն ինչ ցույց տաս, դուս աշկով կտան, Մաշայի սիթ ամոթա, մեր ընտանիքում տենց բաներ չի եղել, էլի վեր ամեն ինչը պիտի ամբողջ աշխարհը իմանա, տենա, ասում Маш, լավ էլի կարող է սի չգցես։ Ինքը հետո ինձ բացատրեց, մամ, էդի վատ բան չկա դրա մեջ։ Հետո դա 1 տարվա աշխատանք էր, ոչ թե հետո 1 օր։ Ինքը իմ հետ խոսած, դաստիարակչական պահով էլ ինքը ինձ բացատրեց, մամ, դրա մեջ վատ բան չկա, поэтому դու պիտի ոնց որ ընդունես։ Երբեք մի ասեք, երբեք հիմա դուք եք մտել իր բլոգերական կարիերայի մի մասն եք դարձել։ Հեշտությամբ եք համաձայնում նկարահանվել, հատկապես գովազդային առաջարկները կարծես թե ավելի շատ Սկեսուրիդ հետ են, չէ՞ Маш։ Ուզում են, պահանջում են։ Դա հենց Ինքը գալիս է մամ գիտ պահանջում են քու հետ ես նկարահանում։ ինքը իրան շատ լավ ասում դրանից։ Ես ոչ չեմ ուզում։ Հարց է տալիս, իրանք են ուզել ինձ հետ։ Եթե հասկանում է, այո, ես կգամ։ Դա Եթե իրենք չեն ուզել, չեք գնա։ Չէ։ Իրականում Սկեսուրս էլ շատ է սիրում ուշադրության կենտրոնում լինել ու ինչպես սկսվեց իր սերը, հա։ Սկեսուր մայրիկս էլ թերհավատորեն էր մոտենում սոցիալական ցանցերին, բայց երբ նույն իր աշխատանքի ոլորտում տեսա, որ գալիս մոտենում են, իրեն բարևում են, իրենից ոսկի են գնում, ինքը ոսկի շուկայում իր տաղավար ունի, իրենց ոսկի են գնում, ասում են հատուկ ձեզանից են գնում, որովհետև ձեզ շատ ենք սիրում։ Այսինքն
Ասես նայում են, ոսկը չնայում, ինձ են նայում։ Բարև ձեզ, բարև։ Դուք Մաշկարամյանը կիսուն եք։ Ասում, հա, Մաշկարամյանը։ Ու գիտես ինչն է հետաքրքիր։ Կաղնում են ի առնում են 100%։ Ամառ զանգում ասկեսուրս ասում է այս աղջիկը անուն է տալիս։ Եկել ինձ ոսկե արալ, իրեն անպայման կբաժանորդագրվես, կհետևես իր էջին, ասում է անպայման ու այդպես միշտ իմ հետևորդների մասին, որ կհետևես, այս աղջկան կհետևես, այս աղջկան։ Հետո սկսում ես հետևորդներիդ հետևել։ Ու ինձ հետևորդներս գրում են, բայց շատ ջերմ է մեզ ընդունել սկեսուր մայրիկը շատ լավն է եղել։ Ու շատ ժամանակ հարցականի տակ են տնում, արդյոք մեր հարաբերությունները իրական կյանքում էլ է այդքան ջերմ, ինչքան սոցիալական ցանցերում։ Դե հիմա ասեք, ցույց եք տալիս, թե այդպես է։ Ասա։ Չէ, իրոք ես вообще Մաշայի հետ խնդրեմ չեմ ունեցել։ Բայց անկեղծ ասեք, միանգամից հասակ այդ հարաբերություններին, թե ժամանակ պահանջվեց նաև միմյանց բնավորություններին ադապտանալու, միմյանց հենց ձեր տեսակով ընդունելու համար։ Չի, ժամանակ պահանջվեց։ Այդ մասին պատմեք։ Потому что Մաշան եկել է մեր տուն, գիտեք ոնց, ես իրան ընդունել եմ աղջիկ, չէ՞ ոնց որ աղջիկ, ես երկու տղա ունեմ, աղջիկ չունեմ։ Ես առաջ օրվանից միշտ ասել եմ, ընտրությունը իմ երեխուն Արտյոմից, значит, ես էլ պիտի սիրեմ, չէ՞։ Նո Մաշան մի անգամից ասեց, ես կուխնյան չեմ սիրում, ես չեմ սիրում պատրաստել։ Ես էլ իրան չեմ ասում Արտյոմին, ասում Արտյոմ, չհասկացա, այդ մրտուն հարս է եկել, դա ով է եկել։ Հողանոցի չեմ սիրում, ո՞նց չի սիրում Արտյոմ ջան, բալաս։ Այդ աղջիկը պիտի սովորացնի, մամ, դե սովորացրու։ Մի անգամ, երկու անգամ չեմ սիրում, իտո մի նոր եկա գործը տեղից ինքը իմ համար սուրպրիզ արեց։ Սյուրպրիզ պիտի լինի, որ հարցը լինի։ Ես ոնց ուրախացա, վայ, 2-3 ամիս ապրել են մեր տունը, вообще իրանք 8 ամիս են ապրել իմ հետ, բայց վեր 2 ամսից հետո Մաշան պատրաստեց, Մաշան ունի ինչ է։ Կարբոնարա։ Մամաս էլ ա եղել մեր տունը։ Վայ Մաշա ջան, ես քո ցավը տանիմ։ Բա ասում ես չես կարում պատրաստել, ինչ ամով կարբոնարա։ Ամորա ջան, ապագայի համար իմացիր, պետք է այդպես անակնկալներ անել 3 ամիսը մեկ։ 3 ամիս։ Բոլորը զարմանան, Որ գնահատեն 3 ամիսը մեկ ամենակարևորը որ գնահատեն։ Ամեն դեպքում առաջին փուլը, որ բախում կար, հա, ամեն դեպքում չէիք ընդունում, որ այսպես պետք է լինի, բայց Մաշան էլ եկել էր թրվռան, աշխույժ, իր տեսակով ասում էր, ես սա չեմ սիրում եւ չեմ սիրում, այսինքն այդ պահերին դեռ քայլ չէր փորձում անել փոփոխությունների։ Դա հենց մի օրում չընդունեցիք, չէ՞, այդ դա ինչպես ստացվեց։ Ну, конечно, ես չեմ ընդունել էդի, все-таки ես վեր ամուսնացել եմ, ես ամեն ինչ իմացել եմ։ Ճաշ պատրաստել 90-ականներում։ Հա, 90-ականներում։ Հիմա թիվը փոխվել է։ Դա էլ եմ բացատրում դրա համար այդ նկատառումները։ Թիվը փոխվել է։ Ես իմ տղուս հետ եմ խոսացել այդ թեմայով, էլի насчет Маши։ Տղիս ասում, մամ, говорит, не переживай, ինքը կսովորի, ալամ ջայելա 21 տարեկան է։ Ես իմ տղիս կարում է պատրաստել։ Մամ, ոչինչ, ես իրան կսովորացնեմ։ Если что, все равно գնալու կարանտին ապրենք։ Տենց էլ ես, ну правда, առաջ օրվանից ես մի քիչ բան եմ արել, մի քիչ նервայնացել եմ, էլի։ Ոնց որ как это հարս գատուն չի կուխնյան չի սիրում Հավաքել տուն չի սիրում Հավաքել ժամանակ չունի Ամեն ինչին պատասխան ասում էի խոհանոցը կարող ենք պատվիրել ժամանակ խնայել տուն հավաքել կարող ենք հատուկ իդեպ դու ասա որ հիմա նույնպես զանգում են ասում մաշան ով էր տներ հավաքող մի հատ կկանչես կան մեզ օգնեն այսինքն այն ժամանակ երբ որ ես ասում էի մամ արի մի հատ լավ մաքրություն անենք տան ասում էր ոնց ես ու դու երկու կին այստեղ ինչ որ մեկը պետք է գա ու տունը մաքրի հիմա արդեն ինքն այն զանգում ասում կանչենք ով կա մեզ օգնի դիմա թիվը փոխվել է էլի все-таки времена меняются նервայնությունը հաղթահարվել է դու բա ոնց конечно ավելի հանգիստ եմ հիմա կուզես նորից հետս ապրես Ես ուզում հարցնեմ, մաշա ոնց որ որոշել ես գործը ձեռքիցս տանես, հա։ Հարցեր կան հետաքրքիր են մի անգամից իմանալ, ասեցի ստեղ հարցնեմ տակերում, բայց իսկապես կուզեք, ես իմ դիրքը վերականգնեմ, էլի, բայց իսկապես կուզեք հիմա միասին ապրել։ Բայց ջահելները չեն ուզի։
Հիմա ջայլները վեր գնում են առանձին ապրում են, ուժը չեն ուզում ոչ կիսյուրի հետ ապրեն, ոչ կիսրարի հետ ապրեն։ Հիմա Մաշան Արտյոմը առանձին են ապրում, չէ։ Ես կուզեմ իրաց հետ ապրեն, բայց իրանք կուզեն իմ հետ ապրեն։ Դե Մաշա, դու պատասխաների Իրանք չեն ուզում։ Այս պահի համար ենք եկել հաղորդման։ Դե հիմա դու ասա, փոսփորողը ինքն է ընկնում փոսի մեջ, դու հարցը տվեցիր, դու էլ պատասխանիր։ Ես այսպես կձևակերպեմ իմ պատասխանը։ Ցանկացած ջահել զույգ ուզում է առանձին ապրի, որովհետև միշտ առանձին ապրելով դու խուսափում ես վեճերից, հա, հաճելի է շաբաթը 1-2 օր հավաքվել, ընտանեկան ջերմիջավայր, մեկը մյուսի կենցաղից տեղյակ չի, այսինքն դու ազատ ես, մենք 8 ամիս ապրել ենք, ես արդեն համեմատականն եմ տանում, որ միասին ապրելուց եթե ես զարթնել եմ, մի անգամից տեղաշորը հավաքեցի, հիմա կարող եմ ինձ թույլ տալ 1 ժամ սուրճ խմել, նոր օրինակ տեղաշորը հավաքել, այսպիսի մանրուք կան, բայց եթե դրա կարիքը լինի միանշանակ, այսինքն եթե հասկանամ մաման չի ուզում մենակ ապրի կամ ինչ-ինչ պատճառներով Աստված հեռու տանի, ինքը ի վիճակի չի, իրան դա պետք է ու իմ ամուսինն էլ այս մասով իմ ամուսնու խոսքը շատ կարևոր է ինձ համար։ Եթե ես իմանամ իմ սկեսուրի կարիքը կամ ես հետ ապրելու, միանշանակ ես կընդունեմ, որովհետև ամենասկզբից ես ընկալել եմ սկեսուրիս նախ որպես իմ ամուսնու մամա ու ես իրեն շատ հաճախ եմ դա ասում շնորհակալ եմ, որ դու նման ամուսին ես ինձ համար դաստիարակել, մեծացրել, որովհետև շատերը մտածում են չափազանցնում են, բայց իսկապես իմ ամուսնու մեջ չկան թերություններ, ես ամուսնացել եմ մի տղամարդու հետ, ու մեջ ոչ մի բան չեմ ուզում փոխել։ Ինքը իդեալական է ինձ համար բոլոր առումներով ու դրա մեջ շատ մեծ ներդրումն է սկեսուրիս ու իհարկե սկեսրայրիս։ Ապրես Մաշուլ։ Իմ հաղորդման գործընկեր իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկայի կողմից ձեզ նվեր քարտեր։ Կգնաք, կգեղեցկանաք, այ ինչպես սիրում եք հարսուս կեսուր գնալ որոշակի պրոցեդուրաների, կարող եք գնալ օգտվել իմպլանտումի պրոցեդուրաներից կոսմետոլոգիական, գեղեցկանալ, երիտասարդանալ ու վայելել ընթացքը կամ ստոմատոլոգիայից կարող եք օգտվել։ Միասին անպայման կգնանք ապրեք շատ։ Անպայման։ Սիրով։ Շատ մերսի։ Էսթետիկ միջամտությունների ոլորտում անդադար տենդենսները փոխվում են, որովհետև սա մեզ զուգահեռ զարգացող բժշկության ճյուղ է։ Իմպլանտում էսթետիկ բժշկության կենտրոնի հիմնադիր Ելենա Ադամյանը շատ հաճախ է վերապատրաստվում արտերկրում եւ մեզ կպատմի ժամանակակից տենդենսների մասին։ Ողջույն Ելենա։ Ողջույն։ Երևի թե այն, ինչ էսթետիկ միջամտությունների ոլորտում արդի էր 3 տարի առաջ, այսօր արդեն հին է համարվում։ Ինչ փոփոխություններ ունենք այս ոլորտում։ Այո, Ամալիա ջան, եթե ուշադիր լինենք 2024 թվին եւ 2026 թիվը լրիվ այլ պատկեր է, եթե 2 տարի առաջ մարդիկ ձգտում էին ավելի արհեստական դիմագծերին, այսօր ի ուրախություն ինձ բոլորը ձգտում են ավելի բնական տեսք ունենալու, մաշկի առողջությանը, ցանկացած պրոցեդուրայի մեջ ընդգծված է բնական լինելը։ Եթե 2 տարի առաջ բոլորը ձգտում էին վերցնենք բոտուլինոթերապիայի մեջ անշարժ միմիկաները, սառը հայացքը, այսօր արդեն մարդիկ իրենք են ասում, որ այնպես լինի, որ բնական միմիկական շարժումները պահպանվեն, պարզապես կնճիռները վերանան։ Այսինքն հիմա ավելի կանխարգելիչ նպատակով ենք, հա, իրագործում։ Նույն շրթունքների պարագայում այն մարդիկ, ովքեր որ շատ ֆիլեր ունեն ներարկած, արդեն հեռացնում են եւ ձգտում են ավելի բնական ուրվագծին։ Այսօր շատ է փոխվել շուկան, տենդենսը եւ դա նաեւ գալիս է մեր հոլիվուդյան դերասանուհիների թելադրածից, այս պայն իրենք բնական տեսք ունեն եւ անգամ կան կնճիռներ, որոնք իրենք ցույց են տալիս, բայց ավելի խնամված տեսքով են հանդես գալիս։ Ինչ նորամուծություններ կան այս ոլորտում։ Հիմա շատ տարածված է բարբի բոտոքս ասվածը, այլ անվանում ունի։ Բժշկական անվանումը դա տրապտոքս ասված է, այսինքն տրապեցիուս մկանների հատվածում բոտուլինոտոքսինի միջոցով ներարկում է կատարվում։ Ուսային հատվածի մկանները, որտեղ շատ գերլարված են լինում եւ բերում են ողնաշարային դիրքի որոշակի կծկված լինելուն, այդ ժողովրդի լեզվով ասված կուզ ասվածը, տվյալ հատվածում մկանները մի փոքր թուլացնում ենք, դա իհարկե բերում է կոմֆորտ զգացողության, այնուհետև պրոցեդուրան կատարելիս հասկացել են, որ դա նաև ուղղում է ողնաշարը եւ ավելի գեղեցիկ է դարձնում եւ ավելի նմանեցրել են բարբի այդ լանջաբացվածքին եւ ուսային հատվածին, դրա համար գալիս է անունը այդտեղից, հա, բարբի բոտոքս։ Մի կարևոր հստակեցում ողնաշարից որևէ ներարկում չի արվում, չէ՞, պարզապես արդյունքը ողնաշարի ուղղվածությունն է լինում։ Միանշանակ այո, կատարվում է միայն մկաններում եւ ուզում եմ այստեղ հավելել, որ
շատերը ռիսկային վերցնում են կետերը եւ ներարկում են, չլինելով, հա, տվյալ մասնագետը, բայց ինչպես գիտենք, մենք հավատարիմ ենք մեր սկզբունքին եւ մեզ համար շատ կարեւոր է նաեւ բուժառուի առողջությունը։ Նման պրոցեդուրաները մեր կլինիկայում կատարում է մեր նյարդաբանը։ Մենք շատ կարեւորում ենք, որ ամեն պրոցեդուրան պետք է կատարի իր մասնագետը, եւ ես լինելով հիմնադիր տնօրենը, ունենալով երկու բարձրագույն կրթություն, ինքս ինձ թույլ չեմ տալիս մտնել այնպիսի մասնագիտական դաշտ, որը իմը չէ։ Ես հարգում եմ իմ գոլեգային եւ թույլ եմ տալիս, որպեսզի ինքը աշխատի տվյալ ոլորտում։ Եվ քանի որ ավելի տարածված է, որ էսթետիկ բժշկական կենտրոնները միայն զբաղվում են գեղեցկությամբ եւ երիտասարդությամբ, ես ուզում եմ հավելել, որ մեզ համար հատկապես շատ կարեւոր է առողջ լինելը, քանի որ էսթետիկ գեղեցկությունը առաջին հերթին սկսվում է առողջ օրգանիզմից։ Հետևաբար մենք ներառել ենք այնպիսի մասնագետների, ովքեր հենց զբաղվում են ներսի առողջությամբ, որն էլ արտացոլվում է իհարկե արտաքինով։ Ելենա, ստացվում է, որ մենք մի ամբողջ մանկություն անցանք մեջքդ ուղիղ արտահայտությամբ եւ հիմա դա կարելի է շտկել ուղակի մի փոքր ներարկմամբ։ Այո, կարելի է։ Սա հիմնականում այնպիսի խնդիր է, որը մասնագիտությունից ելնելով կարելի է, հա, ձեռք բերել։ Այն մասնագետները, ովքեր ունեն հարկադրական դիրք, IT ոլորտի մասնագետները, ովքեր անընդհատ նույն դիրքով նստած գլուխը կախ աշխատանք են իրականացնում։ Ինչու՞ չէ նաև մենք, ատամնաբուժերը, կան մասնագետներ, ովքեր չեն կարողանում գնալ երկարատև մերսումների, հա, որոշակի բուժումների, այդ ժամանակը չեն ունենում։ Դրա համար է շատ կարևոր նյարդաբանի ներգրավվածություն այս պրոցեդուրայի մեջ, որովհետև ինքը կարող է որոշել այդ պրոցեդուրան ավելի հարմար է տվյալ մասնագետին, թե ուղղակի պետք է կատարել օրինակ ֆիզիոթերապևտիկ կամ մերսումային լուծումներ։ Պրոցեդուրայի բուժառուները տարիքային սահմանափակում ունեն։ Տարիքային սահմանափակում չկա, գիտեք, քանի որ մեր օրենսդրությամբ 18 տարեկանից սկսած անձիկ կարող են դիմել տվյալ պրոցեդուրան կատարելուն, ապա եթե կա խնդիրը, կարող են ինչու հանգիստ դիմել, որտեղ այս խնդրով զբաղվում է բժիշկը։ Ուսագոտիների այս պրոցեդուրայի թիրախում միայն կանայք են, թե տղամարդիկ էլ կարող են իրականացնել բարբի բոտեքս կոչվածը։ Իհարկե կարող են դիմել նաև տղամարդիկ եւ այս պարագայում։ Բայց անունը կմոռանաք։ Այո, մենք կարող ենք ասել տրապտոքս։ Ելենայի Instagram-յան էջն ու իմպլանտումի տվյալները կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Կային օրինակ ինչ որ կետեր, որ ձեր տղայի մեջ ներդնում եք, հենց որպես կին իմանալով, որ սա կարևոր հատկանիշ է, որ տղամարդը ունենա եւ կնոջ հանդեպ այսպիսի վերաբերմունք ցուցաբերի, թե դա ինքնաբերաբար է ստացվել։ Մինակից չեմ իմ երեխեքից դաստիարակել, իրանց պապան էլ է 80% воспитании папа նայել է դաստիարակալ երեխեքին։ Տղա երեխին պիտի самостоятельный ինքնուրույն լինի։ Գնում է դուպրոց, ինքը պիտի իրան պայուսակը ինքը հավաքի։ Հիմա գնում է սպորտի, չէ, արդյոք 5 տարեկանից զբաղվում է սպորտով։ Ինքը ոչ մեկին դավիրա չարալ իրան պայուսակը, ինքը միջև հիմա ինա մամաշ տեղյակ չեմ ինքը իր պայուսակի մեջ, ինչա շատ ժամանակ արդյոք ընկերների կանանց հետ որ զրուցում են, կանայք պետքա հավաքեն պայուսակը, ամուսնուս պետքա սա չմոռանամ դնել, նա ես տեղյակ չեմ ընդհանրապես ամուսինս իր պայուսակի մեջ ինչա դնում աշխատանքի գնալու։ Փոքր վղտանց ես ու ամուսինս воспитывали самостоятельный ինքնուրույն ամեն ինչ անեն իրանք։ Հետո որ մի քիչ մծացել են, պապան իրանց օրինակը ցույց տվել, որ например праздникներին պիտի մամային ծաղիկներ նվիրես, ծնունդներ, не только праздники, просто так тоже կարա։ Պապան բերի ծաղիկ ինձ նվիրի, իրիգուները նստում ենք, например հաց ենք ուտում, մամային աղջիկ չունի, դու պիտի մամային օգնեք։ Այդ ապսեները հավաքեք, ապսեները դինիք սեղանին։ Տենց պահով էլի պապան իրան գալիս է Մաշան, ասում է ես ձեր նոր երեխան եմ, ոչ թե ձեր հասը։ Հիմա Մաշան եկել է, мы ее приняли ոնց որ աղջիկ էլի։ Հիմա տղես ուշ այլ 30 տարեկանում նա ամուսնացել։ Ես միշտ իրան ասել եմ, Արտյոմ ջան, վեր ամուսնանաս, պիտի սիրես и հարգես կնոջդ։ Даже если, например, Кина Эреха, ребенка родила тебе, если я пример им показывала, это Эреха меня киря хамарчинка берем, куамарина берем. Мясин хоктаник, Эрехун кшернери кенас окнес, паес Эрехун. То есть, мичев амуснанали, есть амын ничерян бацатрелем. Вон спити инки вераберви, Ирак ночет. Мичев хима, мне кажется, уже Տենց այլ Արտյոմը։ Հա, ապրես, լավ է սարել սա։ Դա լավ է մարին։
Լավ են դաստիարակել։ Բայց հիմա անկեղծ ասեք, դուք սկզբնական փուլում այդպես վեճեր ունենում եք, թե այնպես կեսուր դեր գնում Արտյոմին ասում, ինչ որ դժգոհություններ, այսպես ասած, այնպես էլ դու էիր Արտյոմին ներկայացնում, եթե ինչ որ հարցեր քեզ դուր չէին գալիս։ Հա, այսպես էլ ես էի Արտյոմին ներկայացնում։ Խաղճ Արտյոմ։ Մտավախություններ ունեի, նույն նոր этаպում, երբ որ խորթ էր իմ գործունեությունը սկեսուրիս համար, ինքը չէր հասկանում առհասարակ սոցիալական ցանցերը իրենցից ինչ են ներկայացնում, երբ որ ամեն անգամ ասում էր դու մի նկարվի, տղայիս մի նկարի, մի տեղադրի, հիմական չէ, շատ ցավալի է ասել, բայց վատ hate գրողները, վատ մեկնաբանություն գրողները շատ հաճախ լինում են 60+ կանայք, ովքեր օրինակ գրում են, վայ, բա դու հարց ես, բա տղամարդը հաց կպատրաստի կամ տղամարդը ափսեկ կա լվա, չի կարելի ամոթ, այսքան նման առհասարակ աղջիկներին, հա, հիմա շատ են գրում ու մտավախությունն է, որ ես չեմ կարողանա սկեսուրից լիարժեք բացատրել, ինչ գործունեությամբ եմ ես զբաղվում, որի մամուսին ինձ արդեն ընտրել է այդպեսին, ես այդպես չէի ասում։ Ես պատկերացնում էի ինձ որպես սկեսուր, իմ հարցը ինձ կար ասել, ես որոշել եմ ինձ ընտրել են այդպիսին, բնականաբար ինձ դա դուր չի գա, դրա համար ես շատ նուրբ մոտեցում էի փորձում ցույց տալ, նույնիսկ շատ էի կարդում տարբեր հոդվածներ, գրքեր, սկեսուրի հետ հարաբերությունները, ինչպես կարող ես, հա, ավելի ճիշտ բացատրել ու այդ փուլը բարդ էր հաղթահարել իրականում, այո, Արտյոմ այնպիսի մարդ է, իր համար կարևոր է, որ եւ իր կինը լինի երջանիկ, ուրախ եւ իր մաման ինքը երբեք մեզ չի տարբերել իրարից ու ես շատ կողմ եմ եղել, միշտ ասել եմ, եթե մամայի ուղված հարգանք չլինի, չի լինելու հարգանք դեպի կին, դա ընդունված օրենք է, ուզում եմ դա բոլոր կանայք իմանան, ու չէի ուզում իմ հարաբերությունները սկեսուրից հետ վատը լինել, որովհետև միշտ ասել եմ, ես ուզում եմ սկեսուրի հետ միասին ապրեմ, ինձ հավես է մեծ ընտանիք, ամբողջ կյանք ապրել եմ մեծ ընտանիքում, ես ուզում էի, որ մեր հարաբերությունները լինի մաքսիմալ ջերմ ու շատ ուրախ եմ, որ այդ մի տարին մենք կարողացանք հաղթահարել։ Այդ մեկ տարվա ընթացքում երբևէ ուղիղ վեճ իրար հետ ունեցել եք։ Ասա։ Ճիշտն ասեք։ Нет, չի եղել։ Գրվել Չէ, որպես լեզվակերպ այդպեսին չի եղել, որովհետև մենք երկուսս էլ զանգակ ենք, ու ես պատկերացնում եմ, թե երկուսս իրար հետ սկսենք կռվել, չէ, չի եղել երբեք նման։ Իսկ այսպես նեղվածություն, որ ամեն մեկը նեղվածություն եղել է նույնիսկ նեղվածություն, որ մենք իրարից նեղվենք, ու մենք մեր մեջ երկուսս էլ լացենք, նույնիսկ նման բան է եղել։ Իրար չարտահայտվենք, որ հարաբերությունները չվատանան, հա, որովհետև այդ կծու խոսքը շատ վատ բան է, ավելի լավ է դու այդ պահին լացես, դուրս գա քո մեջից, քան ընտանիքի քո ամենահարազատի հետ, դա մամայի հետ կարող է լեզվակռիվ 10 անցնի գնա, բայց կարող է սկեսուրի հետ մանավանդ նոր ձևավորվող հարաբերություններում լեզվակռիվը շատ ավելի լուրջ խնդիրների հանգեցնի։ Դրա համար եղել է մենք նույնիսկ հասկանանք նեղվել ենք, իրարից լացենք, հետո իրար գրկենք ու բարիշենք։ Հիմա անկեղծ ասեք, դու ինչից ես լացել եւ դուք ինչից եք լացել։ Պիտի երկուստ էլ անկեղծ պատմեք։ Ես մի անգամ գիտեք խեմ լացել ճաշ եմ պատրաստել Իրիգունը, սպասել եմ իրան գան հաց ուտեն։ Ես вообще սիրում եմ Իրիգունը, երեխեքը գալիս են։ Ես սիրում եմ вообще հողանոցը։ Պատրաստեմ համով բաներ, երեխեքը գան, մամ կգանք, անպայման այսօր կգանք։ Չեկան իրանք։ Չգիտեմ, ես ինչու այդ օրը Փլավ եմ պատրաստել ուզբեկսկի իրանց սիրա։ Չեկան, ես էլ պրոստը так նեղվեցի ու ասում Արտյոմ ջան, բայց ախր դու ինձ խոսք ես տվել։ Մամ դե լավ էլի մի հուզվի։ Ես չգիտեմ, խի սկսել եմ լացնել։ Մի ժամ ես չկարողացա հանգստանամ։ Вроде бы трамич ничего такого, ոչ такого нету, էլի սկսից լացնել դրա համար։ Բայց ես հուզվեցի։ Երեխեքս չեն եկել իմ հետ։ Իսկ այն շրջանում, երբ միասին եք ապրում ու կոնկրետ Մաշայից եք նեղվել եւ հուզվել, Ես չեմ հիշում տենց բան։ Մի անգամ սկեսուրիս հետ ինչի համար վեճ եղավ, Արտյոմի ծնունդներ ու да, вот հիշեցի, вот это тоже։ Ու գիշերը 12-ին որոշում եմ Արտյոմին շնորհավորել, բայց ընկերական միջավայրում, այսինքն Արտյոմն ու իր ընկերը գնացել էին միասին սրճարան, ու Արտյոմի ընկերը, ընկերոջ կինը, իմ ընկերուհին էր, ու մենք միասին որոշում ենք անակնկալ պատրաստել, տենց ես Միկի Մաուսի շորեր էի հագել, ամուսնուս անակնկալ նվեր էի առել, ու ուզում էի այդպես անակնկալ մտնել սրճարան, այդպես կերպարով
ու այնպես է դառնում, որ 12-ը լրամա մենք դեռ տանը չենք։ Չեն ասել մեզ իր։ Հա, սկեսուրսը ուզում էր, որ մենք տանը բոլորով նշենք, ու այդպես մտնում ենք տուն, ենք արդեն գալիս, սկեսուրը ստենց նեղվում է դրանից, որ մենք միասին չենք նշել այդ տոնը, այդտեղ էր մի քիչ, որ մեր առաջին տարին էր ամուսնության, ասում ես մեզ sense ամուսնուց առանձին անակնկալան է, բայց հետո որ խորանում ես որպես մամա, ուզում ես, այ հիմա ես որ մամա եմ դարձել, մի քիչ խորանում պատկերացնում եմ, որ այդ օրը այնքան յուրահատուկ է, Լեոնը մի քանի օրից դառնում է 1 տարեկան, ու ես ու Արտյոմ պատրաստում ենք Լեոնի 1 տարեկանին, ու ես երևի այս ընթացքում 10 օրվա մեջ հասցրել եմ մի 10 անգամ լացեմ։ Հիշել եմ այդ ծննդաբերությունս ու սկսում լացել անկախ ինձանից ու հիմա ես իրեն հասկանում եմ, որովհետև կարող է ինքը նստում ու վերապրում է, որ այդ դժվար ինքը 5 կիլո շատ ծանր է ինքը ունեցել Արտյոմին, միշտ պատմում է։ Ու պատկերացնում եմ, որ ասես ասում է, վայ, ես երեխուս ծանր ունեցել եմ, երեխես այս գիշերը իմ հետ չնշեց։ Ասես խորանում եմ մի քիչ ու հասկանում եմ, որ այ հիմա ես քեզ հասկանում եմ։ Այսինքն դու ինչ-որ աղջկական թեթևությամբ ես մոտեցել հարցին, բայց հիմա մայրական կողմից ես մոտենում։ Այո։ Հիմա ես որ հիշում եմ Լեոնի ծնունդն է գալիս, այդ օրը երևի ամբողջ օրը ես լացելու եմ այդ էմոցիաներից, այդ պահը ոնց էր, ոնց Լեոնը լույս աշխարհ եկավ։ Հիմա հասկանում եմ։ Տարիների ընթացքում, երբ որ մեր կապը ավելի ամրապնդվեց, այսինքն սկզբից ինչքան էր ասում ես, ես միանգամից ընդունեցի իրեն որպես աղջիկ, հետո արդեն ավելի են ջերմանում հարաբերությունները, ես որպես հարս ավելի եմ սկսում, հա, սիրել իմ սկեսուրին, ու այստեղ հասկանում ես, որ վեճերը շատ փոքր են, որ դու դա հիշես, որովհետև հիմնականում մեր խնդիրները լինում էին մինչև ամուսնություն։ Ես հիշում եմ, մենք ամուսնացանք, գնացինք Մեղրամիս եկանք ու սկեսուրից ասում եմ, արի դու ինձ թխվածք պատրաստել սովորեցրու։ Մենք վիդեո կնկարենք։ Ես պատրաստ էի հանում վիդեոյի, նույնիսկ թխվածք պատրաստել սովորել, բայց միանգամից ես մտա այդ կապի մեջ, որովհետև նախկինում սկեսուրիս ու իր սկեսուրի հարաբերությունները ավելի դուքով, ավելի պաշտոնական բնույթ էին կրում։ Ու իր համար էր դա մի քիչ ագրեսիվ, որ ես մաքսիմալ փորձում էի այդ պատը քանդել ու լինել ավելի ընկերուհի իր հետ, ինչպես օրինակ մամայիս հետ էի ժամանակին ընկերուհի։ Մի քիչ ասա, որ քո համար դա խորթ էր։ Ճիշտ ասում։ Ինչպես եք դուք դա անցալում այդ փուլում։ Մեր թվին у нас, когда я замуж выходила, тенца чего кисура пяти իրա հետ չպիտի դուխով խոսիս, уважение должно быть. Կիսուրը կեսրայր մտնում են, դու պիտի վեր կենաս։ Եղել է նման բան, եղել է այս պարկած, սկեսուրս մտնի ասի, սկեսուրը դա մտել, ես պարկած մնացել ես, չես կամ լուրջ է թե կատակա, չէ հասկանում։ Բայց հիմա երևի ժամանակի պահով էլի պիտի все-таки հարսիդ հետ ոնց որ подружка ընկերուհի լինիս, տենց հեշտ է ապրել, я так считаю։ Բայց դուք դրան աշճանաբար եկաք, չէ։ Իմ տղես ինձ բացատրեց։ Ասում մամ, все-таки Ты мечт асумես Машаյան առաջորվանից ոնց աղջիկ ես ընդունել։ Как твоя дочка должна быть? Ты её խոսը իր այդ։ Мам, попроще. Ոնց որ հասարակ. Не надо вот заострять на всем внимание. Մի քիչ проще смотри на всё. Она тебя ինքը քեզ ընդունել է առաջի օրվանից ասել է քեզ մամա։ Ամեն աղջիկ առաջի օրվանից չի ասում, չէ՞, все-таки мама, значит, ինքն էլ քեզ սիրեց։ Поэтому, мам, խնդրում եմ քեզ, Машա հետ միշտ как с дочкой, понимаешь, вот իմ տղես իմ հետ շատ է խոսացել էլի այդ պահով։ Մաշա, իսկ քեզ համար իրականում հեշտ էր ի սկզբանե մամայով դիմել սկեսուրիդ, թե դու էլ քո մեջ որոշակի բարիեր հաղթահարեցիր։ Ես տրամադրվում էի, որովհետև գիտեի նախ ուրիշ տարբերակ չունեի։ Եթե ես սկեսուրից չասեի մամա, իր մոտ խորը դեպրեսիա կլիներ, անկեղծ սկեսուրս միշտ ասել է, «Ոայ, ինձ պետքա մամա ասեն, ես դա եմ սիրում, ես դա եմ ընդունում», ու ես արդեն ինձ տրամադրում էի քիչ-քիչ, որ սկեսուրից պետքա մամա ասեմ, բայց միանշանակ եթե ես սկեսուրից այդ ջերմությունը հետո չստանայի, ես չէի ասի մամա, ես էլ չէի ասի մամա, որովհետև մաման ինձ համար ուղղակի բառ չի։ Դա զգացմունք է, որը դու արտահայտելուց շատերը կան, չէ՞, ասում են մաման, հաշվենք ուղղակի բառ է, բայց դա բառ չէ։ Այդ անունը ասելուց ես հիշում եմ երկար տրամադրվել էի ու Արտյոմը ով երբեք ինձ ոչինչ բան չի պարտադրում, ասում էր ես գիտեմ որ իմ մամայի համար հաճելի է լինելու, եթե դու ուզես, դու կասես մամա։ Ու այդպես էլ եղավ։ Իմ երկու հարսերս էլ ասում են ինձ մամա, ես շատ ուրախ եմ, Փառք Աստծո։ Մեծ հարսս тоже առաջորվանից ինձ ասեց մամա, փոքրս էլ умница։ Ես չգիտեմ, ես ինչ որ ուրախանում եմ, ես вообще ուրախանում եմ հարսերը դիմում են կիսորին մամա։
անունով, ազգանունով ես չեմ ընդունում էդի, չգիտեմ, ես նպմեր իմեջ չեմ ընդունում էդի։ Վեր ասում են իմ իլքինքիրուհիներ ունեմ, էլի։ Վեր ասում են Մարին, դե ինչ կա դրա մեջ։ Անունով ազգանով, դե կներես, ոնց անունով ազգանով։ Все-таки ты же все-таки կիսուր մայրիկ։ Երևի ամեն կիսուր մայրիկ չի կարա էլի։ Չեն կարա ամեն կիսուր մայրիկին ասեն մամա։ Я так думаю. Все-таки пяти քեզ ոնց պայս վերետաղջիկը քեզ իրոք ընդունե ոնց որ как մամա։ Այստեղ երևի թե երկուստեք շատ կարևոր է, հա, հենց հարազատի պես իրար ընդունելը ու նաև ուղղակի որպես մամա հարգելու են մարդուն, որը ստեղծել, ձևավորել եւ դաստիարակել է մարդու, որի հետ դու երջանիկ ես։ Բայց դες դու այդ բարիերի մասին, որ խոսում ես, դու փորձում ես այնպես անել, որ հաճելի լիներ Արտյոմին, դու փորձում ես այնպես անել, որ հաճելի լիներ Սկեսուրիդ, բայց դու քո մեջ ներքին կռիվ ուներ այս հարցի հետ, թե քո մեջ դրեցիր, որ չէ, եթե մարդու համար սա կարևոր է, ինձ համար էլ կարող եմ ինչ-որ զիջում անել։ Այդ փուլում ինձ համար կարևոր էր ավելի շատ սկեսուրս ու ամուսինս, ես գիտեի, որ իրենց համար դա կարևոր է, իսկ ամուսինս այնքան հոգատար, այնքան ջերմեր իմ հանդեպ, որ ինձ համար դժվար չէր մեկ քայլ առաջ անել, զիջել եւ ասել մամա։ Սկզբից շատ բարդ էր ինձ համար։ Մանավանդ ես 21 տարեկան աղջիկ, այնց նոր ամուսնանում եմ, դեռ ընդհանրապես գաղափար չունեմ ինչ ամուսնությունը իրենից ենթադրում որպես այդպեսին, ու գիտեմ, որ մամա ասել կարևոր է իմ սկեսուրի համար, բայց հետո երբ որ սկսեցի ես մամա ասել ու ստացա այդ նույն ջերմությունը ժամանակ հետո հասկացա, որ ինքն ինձ ընդունում է որպես իր աղջիկ, մեզ մոտ լավ հարաբերություններ են, լինում է չէ՞ շատ ժամանակ աղջիկները ունենում են երեխա ու արդեն մաման փոխվում է տատիկի։ Տատիկ ոնց ես, տատիկ շատ ժամանակ փոխվում է դրան։ Ես սկեսուրս այնքան ա տվել մաքսիմալ այդ խաղաղությունը մեր ընտանիքին, հա, որ ես հիմա իրեն սիրով եմ ասում մամա։ Սկզբում չէ։ Սկզբում չէ, սկզբում գիտե, սկզբում ոչ թե սիրով կամ ոչ սիրով, այլ սկզբից պարտադրված բաներ, որ դա պարտադիր պետքա ասվի։ Ես դա սկզբից արել եմ իմ սկեսուրի համար, իմ ամուսնու համար, գիտեի, որ իրենց համար հաճելի է լինելու, ես դա անում եմ։ Հետո երբ որ լիարժեք ես դարձա այդ ընտանիքի անդամ, լիարժեք սկեսուրից ինձ ընդունեց որպես աղջիկ, հասկացա, որ սխալ չէր իմ ընտրությունը։ Դες դու մի կարևոր բան ասացիր, երբ խոսում էինք միասին ապրելու եւ առանձին ապրելու մասին, նշեցիր, որ ամեն դեպքում որոշակի լարվածություն կար, երբ դուք դեռ միասին էիք ապրում։ Այդ լարվածությունը դու ես քեզ համար ստեղծում, թե ամեն դեպքում կանոններ ձեր տանու ունեիք, որը պարտադրվում էր նաեւ Մաշային։ Ես ասա մամ ջան, ասա քո կանոնները։ Ուներ հստակ կանոններ։ Ինչ կանոններ։ Կանոններ հստակ, որ օրինակ հարսը պետքա տունը բարբերաբար, անընդհատ սրբի, մաքրի, հավաքի, խոսքը չի վերաբերում միայն սենյակին, հա, ընդհանուր տունը, որ հաց պատրաստելը պարտադիր բնույթ է կրում, որ երեկոյան ցանկալի է ընթրիքը միշտ անել միասին, այսինքն այն ամեն ինչը, ինչ որ ինձ համար խորթ է, նոր որպես նոր ամուսնացած, նոր ձևավորված զույգ, շատ աղջիկներ ինձ հետ կհամաձայնեն, միգուցե ամուսինները լիարժեք չհասկանան ինչի մասին է խոսքը, բայց երբ որ աղջիկը ամուսնանում ամանավանդ սկզբից, ուզում է ավելի շատ ժամանակ անցկացնի միայն ամուսնու հետ, երկուսով հարաբերություններ, երեկոյան ինչ-որ տեղ են գնում, լավ ժամանակ են անցկացնում, այս ամեն ինչը շատ բարդ է բացատրել սկեսուրին, մանավանդ սկեսուրին, ով 90-ականներին իր մոտ այդպես չէր։ Ինչպես բացատրեցիր։ Չբացատրեցի, պրոստը առանձնացանք։ 8 ամսից հետո առանձնացան իրանք։ Առանձնանալու որոշումը ինչպես ներկայացրեցիք ընտանիքին։ Ճոմը շուտ էր տունը առել, շուտ հանձնել են ուշ։ Դա միջև Բայց ծանր է ամուսնանալը։ տարել, լացել է, այդ Ես շատ ծանր եմ տարել իրանց գնալը։ Ես երևի մի ամիս լացել եմ։ Ես չեմ պատկերացրել ոնց եմ առանց Արտյոմ ապրելու։ Առանց Մաշա, առանց Արտյոմ, потому что ես սովորել եմ, էլի все-таки վեր ընտանիք լինի, մինակ ամուսինս մահացել է կորոնայի վաղտը։ Ես ասում իրան գնան, ես вообще մինակ կմնամ։ Ես մի ամիս երևի անդադ լացել եմ, հետո Արտյոմս ասում մամ գիտ, չեն գնացել Ամերիկա, ստեղ ենք չապրում, մոտիկ ենք Դավիթ Աշենենք։ Դու կգաս, մենք կգանք։ В общем, տենց էլ հարմարվեցի ես։ Կարևոր իրանք թող երջանիկ լինին։ Ես էլ դրանով ուրախանամ, էլի։
Այդ շրջանում, երբ ձեզ համար կարևոր փուլ էր ձևավորվում, դուք պիտի առանձնանայիք եւ ամեն դեպքում տեսնում եք, որ սկեսուրիդ համար դժվար է այդ ընթացքը։ Վստահ եմ, այդ շրջանը դժվար էր նաեւ Արտյոմի համար։ Այդ փուլը ինչպես անցաք։ Մինչ ամուսնանալը մենք արդեն բնակարան ձեռք էինք բերել, ուղղակի նորակառույց շենքում էր, դեռ հանձնման փուլի մեջ էր ու հստակ գիտեինք, որ մենք ապրելու ենք մոտ 6-7 ամիս միասին, հետո արդեն առանձնանալու ենք, այսինքն ի սկզբանե այդ որոշումը կար որպես այդպեսին կայացված, բայց սկեսուրիս համար ամեն դեպքում դժվար էր ընդունել։ Հիշում եմ վերջին երեկոն բոլորով միասին նստել ենք սեղանի շուրջ, կարող է լացես։ Մենակ դու չես Ամալիայի մոտ լացել, դու էլ լացես։ Սկեսուրը սենց կենաց խմում, բայց լացելով, որ ինձ չմոռանաք, ես չգիտեմ այդ որտեղից է եկել, որ մենք առանձնանանք, մենք պետք է իրեն մոռանանք, հա։ Ինձ չմոռանաք, ինձ համար շատ ծանր է բաժանումը, այդպես գրկախառնություններ, լաց եւ այլն, ինքը շատ ծանր տարավ մեր բաժանումը։ Ես Արտյոմի համար էր բարդ բնականաբար իր մամային թողնել, որովհետեւ ինքն էլ ամբողջ կյանք 30 տարեկանում ամուսնացել, տուն գնել էր բնականաբար որպես այդպեսին, բայց ինքը էլի ապրում էր իր մամայի ու պապայի հետ։ Մենք տեղափոխվելուց էլի ունեցել ենք նման քննարկում, որ մենք նոր ամուսնացած զույգ ենք, որ մենք ուզում ենք էլի առանձին ապրել, նաև կենցաղում հասկանալ ինչպիսին ենք մենք։ Հստակ որոշում կար, որ մենք առանձին պետք է հասկանանք ինչպես ենք մենք ապրում, կիսում կենցաղ, հետո նոր անցնել երկրորդ փուլին։ Երկրորդ փուլը դա բալիկ ունենալն էր արդեն, որ այդ դժվար խնդիրների առաջ չկանգնես, չբախվես այդ դժվարություններին ու ամեն ինչ լավ, հեշտ գնացինք, հաղթահարեցինք, սկեսուրս էլ հասկացա, որ առանձնանալով իրեն չենք մոռանում, հակառակը այլ ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում։ Իսկապես, Այո։ որքան ժամանակ ձեզնից պահանջվեց, որպեսզի հասկանաք, որ չէ, իրենք ձեզ չեն մոռանում կամ ինչ քայլեր էին իրենք անում այդ ընթացքում, որպեսզի դուք հանկարծ ձեզ մենակ չզգաք։ Չի, ժամանակ պետք է չէ, առաջ օրվանից իրանք չեն մոռացել ինձ։ Բայց Զանգում դու մի էին, ամիս լացում էիր։ ես մի ամիս լացում էր, բայց իրանք չեն մոռանում, իջև հիմա զանգում են, հետաքրքրվում են։ Մինչև հիմա։ Դե դե մի քաղաքում ենք ապրում էլի, ես չեմ զգում, что ես մինակ եմ։ Իրանք միշտ իմ կողք են, իմ մոտ են էլի։ Հաճախ եք գնում գալիս իրար տուն։ Հա, հաճախ ենք գնում գալիս, հաճախ ենք առանց առիթի անակնկալներ անում։ Իրանք էդի Ես շատ սիրում եմ անակնկալներ անել առանց պատճառ, ու սկեսուրս շատ սիրում եմ ընդունել իր այդ էմոցիաները, ես շատ եմ սիրում առանց առիթի կարող եմ հենց ծաղիկներ գնել կամ իր սիրելի ինչ որ իրը, շորը, հագուստը, գնալ իրենց տուն, այդպես ուրախացնել, բամբասվել իրար հետ, մենք շատ սիրում ենք այդ ամեն ինչը։ Ինչպես եք միասին ժամանակը անցկացնում։ Շատ ժամանակ մենք նույնիսկ իրար հետ գնում ենք սրճարան, գնում ենք ինչ-որ խնամքի պրոցեդուրաների, այն ամեն ինչ, ինչ որ էլի խորթ էր սկեսուրիս համար։ Ինքը չէր հավատում, շատ ժամանակ մեկը կարող ասել, «Ես նկարահանման համար եք գնացել», ասում եմ, «Ինչի չենք կարող ուղակի որոշել ու իրար հետ գնալ սրճարան, հաց ուտելու, գինի խմելու, իրար հետ ժամանակ անցկացնելու, շատ հաճախ ունենում ենք նաև նման օրեր, ինչի համար էլի օրինակ միշտ ամուսինս օրվա վերջ ասում է ապրես, որ նկեսոր ժամանակ ես հատկացրել մամային, մաման ուրախ զանգել է, ինձ պատմել է, այսինքն այս ընտանիքի խաղաղությունը եւ մեծից է գալիս եւ փոքրից կարծում եմ։ Ну, в основном мыцится կախված։ Մыцը ոնց какой пример покажет մыцը, տենց էլ ջահելներ ընդուն։ Ես իր այդ վիրված վերաբերում, ինքը կարա ինձ սիրի, չէ։ Поэтому я считаю, что в основном 85% կախված է մыцից։ Հիմա ինչ որ հարցեր առաջ գալիս են ձեր միջև, որ տարաձայնություն կարող է առաջացնել, թե ոչ։ Չի, կամ մեկ իրար այդքան շուշուտ չենք տեսնում, շաբաթը մի անգամ։ Դե շաբաթը մի անգամը քիչ է։ Շաբաթը մի անգամը Շաբաթը մի անգամը քիչ է։ բայց շաբաթը 15 օր նկարահանում ենք անում։ Да, իրար этот конфликт имеется в виду. Շաբաթը մի անգամը քիչ է։ Քիչ է, Ամալիա ջան։ Ամալի քիչ է էդ շաբաթը մի անգամ։ Դուք պիտի ասեք, չգիտեմ։ Բան նոր ասում էր, որ մենք հաճախ ենք իրար հետ ժամանակ անցկացնում, այդ տենց է։ Հիմա ասում ես, դե մենք իրար շատ չենք տեսնում։ Չէ, конфликт, значит, про конфликты сказала, да? Հա, ասում եմ կոնֆլիկտ ունենում ենք, ասում ես, դե մենք իրար տենում ենք, որ կոնֆլիկտ։ Չէ։ Չէ, մի կոնֆլիկտ չենք ունենում։ Մամա, մենք ժամանակ չունենք կոնֆլիկտ անելու։ Մենք աշխատում ենք լավ տենանք իրար։
позитивный, что Չէ, կոնֆլիկտների պատճառ զուտ չկա։ Հիմնականում կոնֆլիկտների պատճառ չունենք մենք вообще հիմա։ կենցաղն է լինում ամենամեծ պատճառը կոնֆլիկտների, կարծում եմ։ Հատուկ շնորհակալություն Beauty Fabric-ին։ Մենք չենք վաճառում նյութեր, մենք վաճառում ենք երջանկություն, որովհետև կանայք այստեղ լուծում են իրենց փոքրիկ խնդիրները, դրանք լինեն կոմպլեքս, թե լինի առավելություն, որ ուզում են ավելի ցայտուն դարձնել, դիմահարդարումը հենց այդպիսի մի զենք է, որով կարող ես առանց ասելու, առանց շեշտելու մտնել տարածք ու արդեն բավականին շատ բան ասած լինես քո մասին։ Երբեմն շատ կարևոր է նաև երեխայի հանդեպ մոտեցումը, որովհետև տատիկները երեխայի հանդեպ մի մոտեցում են ունենում, ծնողները մի մոտեցում են ունենում, եւ այստեղ էլ որոշակի տարաձայնություններ են գալիս։ Շատ ընտանիքներում մենք տեսնում ենք, որ ակամայից, ավագ սերունդը կարող է արժեզրկել ծնողին երեխայի աչքում, բայց ոչ թե դա անում են միտումնավոր, այլ պայմանական երեխան որևէ բան ուզում է, մայրիկը ասում է, ոչ, տատիկը այսպես ուզում է մաքսիմալ փափուկ լինել երեխայի հանդեպ, ասում է այո, եւ ըստ էության ստացվում է, որ մայրիկի խոսքը չպահվեց երեխայի առաջ։ Այն նման հարցերում որոշակի կանոններ ունեք, թե չեք էլ բախվում այդ խնդրին։ Ավելի շատ դա խորհուրդ է նույնիսկ սկեսուրիս մամային, որ կարածնողը ասի վայ սա չի կարելի կամ ես եմ սա որոշում անել, հա, սկեսուրիս համար էլ է դա խորտ, բայց ես հստակ ունեմ իմ դիրքորոշումը երեխայի հետ կապված ու էլի շատ հաճախ եմ ասում, երբ որ պահը կա, Լեոնը հələ փոքր է։ Երբ որ պահը գա, կան կանոններ, որոնք հստակ պետք է պահվեն իմ կողմից ու ես դրա քննարկումներն եմ շատ հաճախ ունենում, այն որ իմ երեխան ոչ մի դեպքում չպետք է շոկոլադ ուտի, թե դա սեղանից են հանում, թե ընդհանրապես չեն գնում, թե այդ պահին են վերցնում, մուլտերը, որ իմ երեխային արգելված է ընդհանրապես մուլտերն էլ կապ չունի, դա 5 րոպեով է, 10 րոպեով է, ես որոշել եմ, որ դրա վրա իմ երեխան չպետք է ժամանակ անցկացնի, այս պահի դրությամբ մամաս էլ, սկեսուրս էլ հարգում են իմ այդ որոշումները, չգիտեմ հետագայում Լեոնը դեռ փոքր է, ինչպես է լինելու, բայց հստակ այս կանոնները ես ուզում եմ պարտադիր պահպանվեն ու հարգանք լինի ծնողների այս մոտեցմանը։ Կանոնները միայն Մաշան եւ Արտյոմն են սահմանում, թե դուք էլ ունեք որոշ կանոններ, որոնք փորձում եք մտցնել իրենց կենցաղ։ Երեխու պահում։ Հա, այո։ Կամ ինչ կուզեիր, օրինակ, դա կարող ես ասել։ Вообще ես ընդունում եմ մամայի խոսքը։ Ես իմ երեխեքից դաստիարակել եմ, ոնց որ ես եմ, չէ, դաստիարակել։ Как ոնց ես եմ ուզեցել։ Հիմա վեր Մաշան գա մեր տուն, երեխուն թողի, ասեմ մամ ջան, խնդրում եմ։ Երեխուն շոկոլադ մի տոր։ Ես գիտեմ շոկոլադը հիմա վնաս է երեխեքին։ Ես չեմ տա այդ շոկոլադը։ Ինչքան էլ ես Սյուսի-Փուսյանի երեխուն սիրեմ, все-таки չի կարելի։ Հիմա, например, երեխան մի տարեկան է, բայց ինքը կոյշտո уже հասկանում է, թե ինչ չի։ Например, թխումա, ուզում է թխի, ինչ մեկին, չի կարելի Լեոն։ То есть երեխուն պիտի դաստիարակես, каком бы возрасте он не был։ Մաշան եկել է, երեխուն թողել է իմ մոտ։ Ասում մամ ջան, խնդրում եմ, էսի կտաս, այնի վիտոր երեխուն։ Ես պիտի ընդունեմ իրան ասածը։ Իսկ հաճախ եք օգնում խնամքի հարցում։ Մաշայի մաման է պահում երեխուն в основном, բայց շաբաթը մի անգամ բերում են իմ մոտ։ Այս շաբաթ 2 անգամ են բերել։ Ես без разговора նայում, ես աշխատում եմ, բայց իմ համար թորներս դա ուրիշ աշխարհ է։ Ես կարամ չգնամ աշխատանքի, ինչքան իմ երեխեքից ուզեն։ Երեխայի խնամքի համար պայքար եղել է մայրիկի եւ սկեսուրի միջև։ Ոչ, սկեսուրը մի անգամից տեղը զիջել է մայրիկին։ Ես դեմ չեմ եղել։ Դու ուզել ես որ մաման պահի։ Մաման պահի, потому что ես աշխատում էի։ Ես աշխատում էի, Իրան չէ։ Իրանել համաձայնել է աշխատանքից դուրս գա եւ պահի երեխային։ Վերջս կռվով փորձենք էլի։ Չէ։ Դե թե երկրորդը ծնվի աղջիկ պահելու ես դու։ Տարբերություն չկա, աղջիկ տղա, աղջիկ։ Համաձայն ես երկրորդը ծնվի աղջիկ պահես դու։ Հա, համաձայն եմ։ Ամենայի հաղորդումը ֆիքսում ենք։ Ինչու ես այդպես ուզում։ Ինքը շատ է ուզում աղջիկ ունենամ, ինձ ամեն օր ասում է։ Ես աղջիկ չեմ ունեցել, բայց ես հորոտ եմ տալիս անպայման պիտի ունենաք։ Մաշա, դու էլ ունես երազանք աղջիկ ունենալու, թե սա սկեսուրիցը քեզ փոխանցված ցանկություն է։ Իմ մեծագույն երազանքն է աղջիկ երեխա ունենալը։ Ես իմ կյանքում ունեցել եմ 3 երազանք։ Գիտես, առաջինը ասել եմ, որ մաման ամուսնանար ու ես ունենայի քույրիկ։ Երկրորդը, որ ես դառնայի շատ հայտնի դերասանուհի, ես միշտ եմ երազել դերասանուհի դառնալ, ուղղակի այ ինչ-ինչ պատճառներով
դերասանական ընդունվել են ժամանակ կարծրատիպեր, չէ, դերասանական ընդունվել է։ Միշտ եմ երազել դառնալ դերասանուհի ու երազել եմ ունենալ աղջիկ երեխա։ Ինձ նման թիթիզ։ Այդ երեք, որովհետև մնացածը ինձ համար միշտ եղել է նպատակ, որ նպատակը դնում ես ու Աստված առաջ հասնում ես դրան։ Իսկ հիմա մտածում ես երկրորդ երեխա ունենալու մասին, թե ամեն դեպքում հղիությունից հետո, ծննդաբերությունից հետո կնոջը նաև ժամանակ է պետք վերականգնվելու համար եւ դեռ պատրաստ չես երկրորդ անգամ այդ դժվար շրջանով անցնելու։ Կնոջի ծննդաբերելուց հետո պարտադիր ժամանակ է պետք վերականգնվելու, նորից բժշկի դիմելու, պարտադիր ես սրան վերաբերվում եմ մաքսիմալ լրջորեն, հենց հղիություն պլանավորելուն, ստուգումներ, վիտամիններ ու նաև ծննդաբերությունից հետո վիտամիններ, քո ներքին ու արտաքին այդ խաղաղ միջավայրը վերականգնել, որովհետև շատ տագնապային է դառնում կինը երեխա ունենալուց հետո ու ինձ 3 տարի առնվազն պետք է վերականգնվելու համար, որ հոգեպես պատրաստ լինեմ էլի մայրանալու։ Սկեսուրդ, որը ասում էր տղայիս մի նկարի աչքով կտան, ինչպես վերաբերվեց քո գրեթե on-line ծննդաբերական ընթացքին եւ երեխայի հետ կապված ամեն ինչ հանրայնացնելուն, եթե ոչ ամեն ինչ, ապա շատ բաներ հանրայնացնելուն, որովհետև ձեր որդին արդեն 30 տարեկան էր, դուք չէիք ուզում, որպեսզի այդ ամեն ինչը հանրային լինի, իսկ նոր ծնված երեխայի հետ կապված շատ կարծրատիպեր կան, չէ՞, որ չտեսնեն մարդիկ, դուք դրան ինչպես եք վերաբերվում։ Ոյ, Արտյոմ ինձ ասեց, ամեն ինչ պիտի նկարվի, ասում, ինձ համար այդ շոկ ա եղել։ Ոնց, տենց էլ ա լինում։ Հետո ես ինքինց բացատրեց, մամ, все-таки Մաշան տենց ա ուզում։ Ես չգիտեմ նույնիսկ այս խոսակցությունների մասին առաջին անգամ եմ ասում։ Դե պատմեք իմանանք, համ դուք իմանաս, համ մենք իմանանք։ Ես իմ համար այդ շոկ ա եղել, ոնց ամեն ինչ պիտի նկարահան։ Արտյոմ ինձ զգուշացրեց։ Ես շոկի մեջ եմ եղել, ոնց։ Ոնց։ Իմ համար էդի ոնց ես տենց բաներ չեմ, не понимала я։ Հետո վեր ինձ կամած բացատրեց, մամ, все-таки Մաշան տենց ա ուզում։ Դե վեր Մաշան տենց ա ուզում, Մաշան ա երեխուն բերում, Մաշան ա на весь мир ее будут показывать։ Ու նաև քեզ համար շոկային էր ամուսնու մասնակցելը, չէ՞, ծննդաբերությանը։ Հա։ Ասում Արտյոմ, ոնց։ Ասում դմամ, ես առաջինը չեմ, վերջինը չեմ, էլ տենց դեպքեր կավեր։ Տղամարդիկ դեպք կայր, վեր տղամարդիկ Им համար էդի իրոք было как-то не то, ասում ոնց, դե հիմա ուզում ես գնա, Արտյոմ, ինչ ասեմ։ Ես ինչ պիտի ասեմ։ Վեր ինքի ընդունել է էդի Արտյոմս։ Փաստորեն կան հարցեր, որոնք դու չես էլ իմանում, որ ամուսինդ ու մայրը խոսել են, քննարկել են։ Հա, իրոք չգիտեի։ Ես ճիշտ եմ ասում, ինքը ինձ զգուշացրեց։ Մաշանից ոչ մի բան չի ասել, Արտյոմն է ինձ զգուշացրել, потому что գիտեին բնավորությունս, գիտեին բնավորությունս իմ համար։ Բռնկուն բնավորություն։ Ահա, դա։ Սպասում եք, որ Մաշան պիտի ասեր, թե կարևորը Արտյոմը ասել էր, արդեն տեղեկ Մաշան եք։ ոչ մի բան ինչ չի ասել, абсолютно։ Բայց ջղայնացել եք, որ չեր ասել։ Չէ, սխե պիտի ջղայնանա։ Կարևորը տղես ասել է, всё։ Պիտի ջղայնանամ, չէ։ Հղիության ընթացքում ավելի այսպես հատուկ վերաբերմունք ցուցաբերում եք Մաշային, որպեսզի չլարվի։ Ամեն դեպքում ասում են, որ կանայք շատ ավելի հուզական վիճակում են այդ Ես շրջանում Մաշային ասում, Մաշա, խնդրում եմ, քիչ բարի, քիչ փորս ինձ ինքը վազումա, լոքատամ, իրա ծնունդի օրը, ուժի մի ամիս մնաց, երեխուն բերի, ասում, Մաշ ջան, չի կարելի տենց։ Ես իրա տեղ վախենում էի, что она раньше времени родит, էլի, ոնց է։ Բայց դու հիմա տեսել ես Լեոնը ոնց է ապարում։ Դա Լեոնչիկս մամայի նման դերասան է լինելու։ Հա, կար նման բան այդ վախերը, որ Ես քիչ շարժվի, նախկինում հակառակն էր, քիչ շարժվել, հա, շատ շարժվելու փոխարեն քիչ շարժվի, քիչ աշխատի, քիչ բարի, քիչ ուրախացի, ու դա միայն սկեսուրս չէ, դա ամբողջ համացանցն էր ինձ դա ասում, որ քիչ ազգուշ, осторожно, էլի, բարի։ Իսկ դա քեզ նյարդայնացնում էր։ Չէ, ես ուզում էի մարդկանց ցույց տալ հղիության մեկ այլ կողմ։ Ես հասկացել եմ ինչքան լավ է դա անդրադարձել աղջիկների վրա, որովհետև մինչ օրս ինձ գրում են իմ հետևորդները, իմ սիրելի աղջիկները, ասում են՝ «Մաշա ջան, դու մեզ մոտիվացրել ես հղիանալ»։ Դու պատկերացնում ես, ամեն ինչքան հաճելի կարող է դա լինել, որ ասում եմ մենք տեսել ենք քո թեթև հղիությունն ու ծննդաբերությունը ու մենք ուզել ենք մայրանալ։
Դրա համար ոչ, ես ցույց եմ տվել, որ կարելի է թեթև լինել, կարելի է չզգալ ոնց են այդ 9 ամիսները, հա, իրոք շատ մեծ հաճույքով ես հիշում եմ այդ 9 ամիսները շատ թեթև էր ինձ համար։ Կարելի է նաև այդպես անցկացնել, որովհետև հղիությունը հիվանդություն չէ, իհարկե կան բացառություններ։ Բայց քեզ համար իրականում թեթև անցնում էր, թե դու այդ թեթև կողմերից ցույց Շատ տալիս։ թեթև էր անցնում, շատ թեթև էր անցնում։ ինքը Ես ինչպես ընդունել եմ, ինչպես տրամադրվել եմ, որ պետք է անցնի հղիությունը ու ծննդաբերությունը, նույն ձև էլ եղել է։ Միշտ մեզ մոտ ամեն ինչ գալիս է ուղեղից։ Ես համոզվել եմ։ Բացառությամբ այն դեպքերի, երբ կա հստակ խնդիր եւ իսկապես կամ դեպրեսիա մարդու մոտ ախտորոշվում, կամ ֆիզիկական խնդիր է Միանշանակ նաև ախտորոշվում, քո կողակիցն է շատ կարևոր։ Կողակցի, այսինքն երբ ընտանիքում ընդհանուր խաղաղություն է տիրում, դու կարողանում ես քո հղիությունը մաքսիմալ հարթ անցկացնել։ Երբ քո կողակիցը հասկանում է, որ դու ունես հորմոնալ տատանումներ, որ բնականաբար ես լացում էի, 1 վայրկյան հետո ուրախանում, ժպտում էի, ու այդտեղ կողակիցը լիարժեք հասկանում էր, հումորով էր մոտենում, այդ պահին ինչ որ բան էր ուզում, մայրական սիրտը կարող է չես ուզում, բայց դու ուզում ես որպես հղի, այո, ուշադրություն։ Երբ որ այդ ամեն ինչը հասկանում է քո ամուսինը ու քեզ աջակցում է, թեթև անցնում, ու իհարկե պետքա ճիշտ բժիշկ ընտրել այդ նույն վատ դեպքերից խուսափելու համար բժիշկները շատ կարևոր են, որ իրենց գործը մանավանդ այդ կյանք տվող բժիշկները իրենց գործը հավուր պատշաճի իրականացնեն։ Իսկ դուք նման հարցերում ուղղորդում եք Մաշային ուր գնալ ինչ անել, թե ինքն ամեն ինչ ինքնուրույն անում էր։ Չէ, ինքն ամեն ինչ ինքնուրույն արել։ Ինքն իմ տղես։ Իրանք, իրանց ընտանիքը, իրանց իհնի мнение։ Տիկին Մարինա, բայց ինչ որ տեղերում կցանկանայիք նաև այդտեղ միջամտել, թե չէիք էլ ցանկանա միջամտել, այսինքն եթե իրենք ամեն դեպքում որոշակի սահման չգծեին, դուք կցանկանայիք միջամտել։ Չէ։ Կցանկանայի։ Ցանկանայի, դա, ասեմ ցանկանայի։ Չէ, դե կցանկանայի։ Չէ, կցանկանայի ես իրանց խորհուրդ։ Я просто не поняла вот этот вопрос. Անկեղծ կարաս ասես։ Ես չեմ նեղանա, անկեղծ ասա։ Կցանկանայի, ինքը սիրում է ամեն տեղ։ Ես սիրում վեր իրանք խորհուրդ, если они меня попросили бы խորհուրդ։ Ինքը սիրում է ամեն ինչ, շոր առնես, ասես որ շոր եմ առել, նայ հավանում ես, լավն է, վատն է, նվեր եմ առել ինչ-որ մեկին, տես հավանում ես, ինքը сирում է այդ ամեն ինչը։ Это я просто не поняла вопрос. Ասա հանգիստ, սկեսուր մամա ջան, ասա։ Ես սիրում եմ, вообще սիրում եմ երեխեքիս։ Դե մասեք։ Սիրում եմ։ Я хотела бы, конечно, խորհուրդ տամ իրանց ինչ որ если это Այո, առաջին օրը ծննդաբերելուց հետո եկել ենք տուն առաջին օրը, դե հորմոնալ տատանումներ, ես ոչ մեկից էլ չեմ թաքցրել, որ հետ ծննդաբերական ստրեսը ամեն դեպքում ոչ մեկիս կողքով պարզապես չի անցնում։ Մեկի մոտ արտահայտվում է խորը, մեկ ավելի թեթև անցկացնում, ու դու դեռ շոկի մեջ ես, որ փոքրիկ երեխա, չգիտես ինչ անել գալիս ես տուն ու եկել են սկեսուրը, սկեսուրի մաման, մամաս, տատիս, պապիս, մեծ ընտանիք բոլորը մտել են ու ամեն մեկը մի նկատողություն է անում։ Այս վաննան լավը չես առել, այս կալասկան հարմար չի, այս ամեն ինչը փափոխի ու ես ասենց ասում եմ, Բայց ժողովուրդ ջան, կլինի գնաք, խնդրում եմ։ Բայց ես գիտեք այդ մոմենտին ինչ եմ ասել։ Ինչ ես ասել։ Չես հիշում։ Չեմ հիշում, ես Ասում եմ, գիտեք ինչ, Մաշային սիրտը ավելի շատ է переживать։ Իմ կողմից էր ուզում խոսալ։ Չես հիշում այդ օրը ասել եմ մամաս։ Հիշում եմ, որ ամեն մեկը մի նկատողություն անում է, հայրախուն։ Գիտեք ինչ, ինքն է որոշողը, ինչ պիտի անի։ Իրան երեխան է։ Չես հիշում այդ օրը ես քեզ ասել եմ։ Значит, ты невнимательная была։ Ասացի իրան երեխան է, ոնց ուզում է թող տենց էլ բայ։ Да. Ирёк, честное слово. Я стараюсь меньше вмешиваться. Хотелось бы, но Нет, уже не хотелось бы. Всё. Может быть, раньше, если бы вместе жили, Вельмиасин ապրեիք, другое дело. Որ հետո միասին ապրենք, նորից կկանչես հարցազրույց։ Մայրիկդ կադրից դուրս նշեց, որ դու միշտ երազում ես այնպիսի ընտանիք հարս գնալ, որտեղ նաև սկեսրայրիդ, հա, այսպես ասես պապա ու այդ հայրական ջերմությունը կստանաս, բայց կարծես թե դու դրա հնարավորությունը չհասցրեցիր ունենալ, թեպետ ամուսինդ մեծացել է հայրական մեծ սիրո մեջ։ Հա, մինչև ամուսնանալի ես միշտ ասում եի, ես այնպեսի տղամարդու հետ կամուսնանամ, որ ինքը ունենա պապա
ու ես ասեմ պապա, որովհետև ինչքան էլ հա մաման լրացրել է լիարժեք հոր պակասը, բայց այդ բառը ինձ մոտ շատ բաց է մնացել, շատ խորթար հասավ, նույնիսկ այդ բառը արտասանելը, հա, պապա, ես որ ասում ամոչում եմ, ինչ որ չեմ կարող բացատրել ինչպես է, բայց շատ խորթ է, ասում եմ ես այնքան հավեսով, այնքան ջիգարով իմ կեսրայրին կասեմ պապ ջան ու շատ տխրել է, երբ որ իմացա ցավոք սրտի մահացել է կեսրայրս ու ինչքան ծանր ամբողջ ընտանիքը տարել, հա, իմ սկեսուրն էլ որ այսպես խոսում է, ես կուզեի միասին ապրել, որովհետև ինքը այդ նույն ջերմությունը, ինչ ես այսօր ստանում եմ իմ ամուսնուց, ինքը ամբողջ կյանք ստացել է իր ամուսնուց։ Նույնիսկ այդ 58-59 տարեկանում իրենք նույն այդ ջահել զույգն էին միշտ մեծ սիրով աջակցությամբ դրա համար, մինչև հիմա դա սկեսուրիս համար ցավոտ թեմա է ու հայ ես էլ շատ կուզեի։ Իսկ առհասարակ այդ խորը թեմաներով իրար հետ զրույցներ ունենում եք, թե ձեր զրույցները այսպես շատ ավելի թեթև, առօրյա բնույթն են կրում։ Ունենում ենք շատ հաճախ, որովհետև նույնիսկ 5 տարի, 5-6 տարի անց կեսուրիս մոտ այդ բացը կա, այդ ցավը կա, շատ հաճախ կարող է ուղղակի ուրիշ թեմայից խոսենք ու հիշի իր ամուսնուն, սկսի այդպես լացել ու տպավորությունը որ 20 տարեկան ջահել Ուզում եք այս մասին չխոսենք։ Я один момент вспомнила, но я это скажу сейчас. Այդ տարիքում այդ սերը եւս մեկ անգամ վառապացույց է, որ սերը տարիք չի հարցնում ու դեմ սիրում ես միշտ շատ մեծ ու սիրուն օրինակ են իրանք։ Հաջան ասա։ Ой, просто իր պապային երազանքը, գիտեք ոնց ինչ ա եղել։ Միշտ Արտյոմն ասել է, Արտյոմ, դու պիտի միջև 30 տարեկան ամուսնանաս։ Ասում գարի, չհասկացա, դա ինչ է։ Это ինչ օրենք է, ասում է չի գվայդ։ Մեր տրեն պիտի իրոք 30 տարեկանում Արտյոմ ամուսնացավ։ Բայց папа умер, ասում Гарик հանգիստ ընդեղ մնա in աշխարհում։ Твой сын женился до 30 лет. Դրանով ես ոնց որ ուրախանում եմ, что папина երազանք сын исполнил. Это я вот, ну это мне тоже приятно, или что мой сын, мам, помнишь, папа всегда говорил, я в 30 лет должен жениться. Асում, ну молодец. Իրականում նաև սիրո շատ սիրուն օրինակ եք ձեր առաջ ունեցել, որը հիմա փորձում եք նաև ձեր ընտանիքում պահել։ Շատ կարևոր է համ մարդիկ 50 տարեկանում, 60 տարեկանում սիրո այդ զգացողությունը եւ միմյանց հանդեպ հոգատար վերաբերմունքը պահեն, որովհետեւ միշտ երիտասարդ տարիքում վերաբերմունքը մի փոքր այլ է լինում, հասուն տարիքում այլ է լինում։ Այդ հարաբերություններին ինչպես եք եկել։ Էլի ձեր ներդրումներ, թե դա փոխադարձ վերաբերմունք էր։ Չէ, դա փոխադարձ է։ Իմ ամուսինը շատ դաստիարակված տղա է եղել, էլի։ Ինքը հավասակ շրված, դաստիարակված, ինքը միշտ ասել է, տղամարդի չպիտի ձայն բարձրացնե կնոջի վրա, միշտ ասել է ինձ։ Տղամարդի չպիտի նստի կինը կաղնած մնա։ Поэтому ես շատ ծանր եմ տարել իրան մահը, потому что ինքը իմ համար եղել է ոնց որ ամուսին, ոնց որ ընկեր, ոնց որ բրատ, ամեն ինչ, ես ոչ մի բան առանց իրան չեմ արել։ На любую тему ես իր հետ խոսացել եմ, միջև իր կյանքի վերջը։ Ես даже չեմ պատկերացրել, что ինքը տենց անակալ կմահանա, էլի։ Ինքը շատ առողջ տղամարդ է եղել, բայց կորոնավիրուսի վաղ ինքը մահացավ։ Մաշա, իսկ դու ինչ որ բաներ կան, որ լսում ես քո սկեսուրի եւ սկեսրայրի հարաբերությունների մասին եւ ուզում ես այդ անպայման քո եւ Արտյոմի հարաբերություններում էլ ունենալ։ Ինձ շատ հաճախ, երբ որ հավաքույթներ ենք ունենում իրենց կողմի բարեկամների հետ, շատ եմ պատմում, որ ինչ ափսոս, որ դու չես հասցրել տեսնես քո սկեսրայրին, ու ասում են, որ նաև ես ու Արտյոմը շատ իրար նման ենք։ Ես շատ զանգակ եմ, ինչպես սկեսուրս, ու իմ սկեսրայրն էլ շատ հավասարակշռված էր, ինչպես նշեց սկեսուրս, ու Արտյոմն էլ իրեն շատ դժվար է հունից հանել, հա, ինքը այդ բամբակ, այդ հանգիստ բնավորությամբ, ասում են, որ մենք շատ նման ենք իրար, ու այն օրինակը, որ կան Արտյոմն ու իր եղբայրը, հասկանում եմ,
արդեն պատկերացում եմ կազմում, ինչպիսին է եղել իմ սկեսրայրը իր ջահել տարիներին։ Իսկ իրենց հարաբերությունների մեջ, որ օրինակ լսում ես, որ իրենց հարաբերությունները այսպես է եղել ու ուզում ես, որ ձեր կյանքում էլ այդպես լինի։ Այդպես լինի թե չէ, չեմ կարող ասել, բայց շատ հաճախ լսում եմ, որ սկեսուրս միշտ շատ էր խոսում, շատ սկեսրերս էլ հանգիստ լսում էր։ Ու այդ ասում նույնիսկ գիշերը քնելուց առաջ սկեսուրս պատմում է, որ կարող է սկեսրը ինքը խոսեր, սկեսրերս այդպես քներ, սկեսուրս նեղանար, այսինքն շատ նման ենք մենք։ Մեզ մոտ էլ է նույնը լինում, որպես այդպեսին։ Մաշա, իսկ կա մի բան, որը քո ընտանիքում չկար եւ ամուսնուդ ընտանիքում գտար, եւ մի բան, որը քո ընտանիքում կար ու ամուսնուդ ընտանիքում չկար, դու քեզ հետ բերեցիր։ Ես չէի սպասում, որ 90-ականներում սկեսուրիս ու սկեսրայրիս հարաբերությունները այնպիսին էին, որ սկեսուրս խոստովանում է, ինքը շատ էր սիրում քնել, շատ հաճախ նույնիսկ ինքը չէր լսում երեխայի լացը ու սկեսրայրը շատ էր իրեն օգնում այդ հարցում, զարթնում էր, երեխային պահում էր ու լիարժեք զբաղվում էր այդ խնամքով։ Այն ամենը, ինչ որ մենք շատ ենք ուզում հիմա լինի մեր օրերում, ես նույնիսկ պատկերացում չունեի, որ կարող եմ գտնել ինձ այնպիսի կողակից, ով լիարժեք որպես հայր կկատարի այն բոլոր պարտականությունները, որոնք շատ հաճախ դրվում են ամբողջությամբ կնոջ վրա, որ տղամարդը պարտավոր չէ, այլ կինը պետք է այդ ամեն ինչը անի։ Գիշերները արթնանելը ամենածանրը, հա մայրության մեջ պարզվում է, որ անքուն գիշերներն են ու սկեսուրս ինչպես նշել էր, իր ամուսինը իրեն միշտ օգնում էր ու ինքն էլ դաստիարակել է իր տղաներին այնպես, որ ձեր ներդրումը պետք է մեծ լինի ձեր երեխայի կյանքի մեջ։ Իսկ Մաշան իր հետ ինչ բերեց ձեր ընտանիք։ Չեմ հիշում։ Լիքը բան եմ բերել։ Գիտեք ինչ բերեց, ինքը дополнила, Լրացրել է։ Ես էլ եմ միշտ ուրախ եղել, սիրել եմ ապրել, ինքը ավելի շատ է լրացրել։ Ես վերնպմեր օրը մի անգամ եմ ապրել, ինքը կարա օրը 3-4 անգամ ապրի։ Դե շատ աշխուժ է եղել։ Ես ցենց իրան նայեմ, ասում ոնց որ հիմա իրոք կա будто бы իմ աղջիկս լինի։ Էդ է լրացրել ինքը մեր ընտանիքը։ Դու էլ աղջիկը կարիք չես զգում։ Դե չեմ ուզում։ Դե չեմ զգում, շտակում։ Չեք ուզեիր աղջիկ էլ ունենայիր։ Դե ուժը ուշ ես։ Հա։ Ուժը ուշ ալա։ Շատ ժամանակ ինձ թվում է, որ ես ավելի շատ քո աղջիկն եմ, սկեսուրիս աղջիկն եմ շատ ժամանակ, քան թե մամայիս աղջիկն եմ իրականում։ Կներեք, Սա կա։ Բնավորություն է սա էլի նման։ Չգիտեմ ոնց ենք եկել իրար գտել այս մեծ երկիր մոլորակի վրա, այսքան իրար նման ու համապատասխան։ Да, ապրես։ Դու ապրես։ Ռոմանտիկ է։ Շնորհակալ եմ շատ մեր զրույցի համար ու շատ ուրախալի է, հա, երբ մարդիկ ցանկացած հարցի լուծում գտնում են սիրո միջոցով, որովհետև տեսեք, իրականում դուք մատնանշեցիք մի շարք խնդիրներ, որոնք ձեր հարաբերությունները կարող էին տանել կոնֆլիկտի, վատթարացման եւ հիմնականում հենց այսպիսի փոքր խնդիրներից էլ սկսվում են շատ լուրջ ընտանեկան խնդիրները, որոնց արդյունքում մարդիկ կարող է շատ վատ փոխհարաբերություններ ունենան, իսկ երբ սիրով եք մոտենում յուրաքանչյուր հարցի, հասկանում եք, որ յուրաքանչյուր հարց լուծելի է եւ ես շատ ուրախ եմ ձեր օրինակը նաեւ մարդկանց ներկայացնելու համար։ Շնորհակալություն, ապրես շատ հաճելի էր, ինչպես միշտ։ Ինձ նույնպես շատ հաճելի էր։ Իսկ դուք հետևեք Live Room-ին, բաժանորդագրվեք YouTube-ի իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր թողարկումները։